Այսօր թեման, որ ընտրել եմ խոսելու, այսպես եմ վերնագրել ուխտի զորությունը եւ ինչու եմ ուզում սա մասին խոսել, որովհետեւ այս վերջերս մեր երիտասարդներից երկու հոգի տարբեր ժամանակ մոտեցան ինձ ու իմ հարցն էին տալիս կապված հрьяաների հետ։ Ինչու հрьяաները, ինչու Աստված իրենց ընտրեց, ինչու Աստված նրանց այլ կերպով վերաբերվում որպես ժողովուրդ, երբ որ տեսնում ենք պատմության ընթացքում որն է առանձնահատկությունը, ու ես շատ կարճ բացատրում եի, որ հարցը նա է, որ Աստված ոչ թե Իսրայելի ժողովուրդն էր կանչել, ինքը Աբրահամին էր կանչել, ումից որ ստեղծվեց ժողովուրդ, ու քան որ ուխտ ուներ Աբրահամի հետ, այդ ուխտը շարունակվում էր նաև սերունդների հետ որպես ժողովուրդ, բայց ես մտածի, որ սա շատ լավ թեմա է, որ կարող ենք վերցնել եւ նայել, որովհետեւ Աստված ինքն իր համար ասում է, ես ինքս ուխտ պահող Աստված եմ։ Եվ մենք էլ մեզ համար ասում ենք, որ մենք նոր ուխտի քրիստոնյաներ ենք, ու միգուցե այդ ուխտ բառը շատ ժամանակ օգտագործենք, առանց հասկանալու ինչ է նշանակում ընդհանրապես դնել ուխտի մեջ Աստծո հետ, որովհետև այսօր էլ Աստված իր ուխտերը շարունակում է մարդուս հետ, եւ մենք կարողություն ունենք մեր կյանքի մեջ ունենալ ուխտեր Աստծո հետ, որը կբերի Աստծո ներկայությունը ու փառքը մեկ այլ ձևով, որ այն մարդը, որ չունի այդ ուխտերը Աստծո հետ, չի կարող ունենալ։ Ես կուզում խոսեմ խոսքից, հետո նաև սրա հետ կապված կտամ երկու վկայություն, ոմանք միգուցե գիտեք այդ վկայությունները, բայց ամեն անգամ երբ որ ես խոսում եմ ուխտի մասին Աստծո հետ, չեմ կարող այդ վկայությունները չտալ, որովհետև կարծում եմ, որ դու վկայություն ես տալիս, այն կենթանացնում այն խոսքը, որի մասին որ դու խոսում ես, ու փառք Աստծո այդ վկայություններից մեկին ներկա եղել մեր հարութը, որ այստեղ է ֆիզիկապես, այսինքն մարդ իր աչքերով տեսել է, նաև Մարինեն, որ այստեղ է, այս ժամանակ Մարինեն ստամն է ապրում, երբ որ այդ վկայություններից մեկը գտամ, հետաքրքիր է, որ Մարին ջան, դու այսօր այստեղ ես, դու միգուցե չգիտես այդ պատմությունը իրականում ինչ էր տեղի ունեցել, բայց հիմա կլսես ընթացքում վերջում։ Ընդհանրապես ուխտ բառը առաջին անգամ Աստվածաշնչում այն հանդիպում է Ծննդոց 15-րդ գլխում, կներեք, Ծննդոց 9-րդ գլխում, երբ որ Աստված Նոյի հետ ուխտ արեց, եւ ասաց, որ այլևս մարդկանց չեն ոչնչացնի ջրհեղեղի միջոցով ու նշան տվեց, նշանը դա ծիածանն էր, որ պիտի երևար երկնակամարում։ Բայց ընդհանրապես ընդունված է համարել, որ առաջին ուխտը մարդու հետ Աստված արել էր հենց Եդեմի պարտեզում Ծննդոց 2-րդ գլխում, երբ որ մարդուն ստեղծեց, ու ասաց, որ դու կտիրես այս ամեն ինչի վրա, ու ասաց, որ ամեն պտղից կարող ես ուտել, բացի գիտության ծառի, չարի եւ բարու գիտության ծառի պտղից, եւ այն ուխտը Աստծո մարդու միջը, որ մարդը պիտի հավիտյան ապրեր Աստծո ներկայության մեջ, բայց կար պահանջմունք Աստծուց այդ ուխտը պայելու տեսանկյունից, որ մի բան կա, որ պիտի չաներ մարդը, որովհետև ասեց, եթե անես, հենց նույն օրը պիտի մեռնես։ Եվ մենք գիտենք, որ մարդը անհնազանդ գտնվեց այդ ուխտի մեջ, որ Աստծո հետ ուներ, կերավ այդ պտղից, ճիշտ այդ օրը ֆիզիկապես չմեռավ, ու միգուցե տպավորություն ստեղծի, որ միթե Աստված սխալ էր ասում, որ ասում էր այդ օրը պիտի մեռնես։ Աստված ֆիզիկական մահի մասին չէր խոսում, Աստված խոսում էր հոգևոր մահի մասին, որովհետև մենք մարդիկս, որ ֆիզիկական տիրույթի մեջ ենք ապրում, մեր համար մահը ընկալվում է որպես ֆիզիկապես մահանալ, բայց Աստծո աչքերում այն մարդը, որ նույնիսկ ֆիզիկապես այս երկրի վրա դեռևս կենդանի է, բայց հոգևորապես չի ապրում Աստծո հետ, վերստին ծնունդ չունի, նա նույնը թե մեռած է։ Դրա համար եթե գիշեք Տեր Հիսուսը մեկ անգամ միտեղ խոսում էր ու ասաց ամեն բան թողեք ու յետևից եկեք, ու այնտեղ մի մարդ կար, որ ասում էր Տեր, սկզբում թույլ տուր, որ գնամ ու մեռած մարդիկ կամ բարեկամներից մեջ թաղեմ, իրենց նոր կգամ, հիշում եք Տերն ասաց, թող որ մեռելները իրենց մեռելներին թաղեն։ Դες տարօրինակ արտահայտություն է, ինչ են հարկում մեռելները իրենց մեռելներին թաղեն։ Տեր Հիսուս ասում էր այն մարդիկ, ովքեր դեռևս ինչ չեն ճանաչում, ֆիզիկապես կենդանի են, ձեռք ու ոտք ունեն, որ մեկին թաղեն, այդ մեռած մարդիկ թող գնան այն ֆիզիկապես մեռածներին թաղեն։ Ինչի որովհետև մենք երբ որ ֆիզիկապես այստեղից մահանում ենք, իրական մահը որն է, իրական մահը երկրորդ մահն է, երբ որ դատաստանի օրը մարդիկ պիտի կանգնեն Աստծո առջև, այն մարդիկ, ովքեր Տիրոջից ծնված չեն, ինչ տեղի կունենա, իրենք վերջնական մահը կվերապրեն։ Բայց փառք Աստծո, մենք իրեն ճանաչելով, թեկուզ այստեղ էլ ֆիզիկապես մահանում ենք, բայց մենք իրականում մեռած չենք, այլ Քրիստոսով ննջեցյալ, քնած ենք։ Ամեն։ Ու մեկ օր Տերը նորից հարություն կտա, բայց մինչև դա մենք երկնքում կլինենք ու փառք Տիրոջը դրա համար։ Այսպիսով 9-րդ գլխում արդեն Նոյի հետ ուխտն էր, որ առաջին անգամ այդ ուխտ բառը շեշտադրվում է, եւ արդեն 15-րդ գլխում գալիս է, որ Աբրահամի հետ Աստված ուխտ արեց։ Մենք մի քիչ երկար ենք կարդալու, դրա համար ուղղակի գլուխներն եմ նշել, որովհետև հենց Ծննդոցն ոնց թերթելով ենք գնալու, անհատական բառերը չենք դնի այստեղ տեղերը, բայց սկսենք հենց 12-րդ գլխից, տեսնենք ինչ կատարվեց։
Ծննդոց 12-ի հենց առաջինից եմ կարդում, գրված է, որ Տերն ասեց Աբրամին, քո երկրից եւ քո ազգականներից ու քո հորը տնից գնա այն երկիրը, որ ես քեզ պիտի ցույց տամ։ Քեզ մեծ ազգ պիտի անեմ ու քեզ պիտի օրհնեմ ու քո անունը պիտի մեծացնեմ ու դու օրհնյալ պիտի լինես։ Քեզ օրհնողներին պիտի օրհնեմ ու քեզ անիծողներին պիտի անիծեմ ու երկրի բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն։ Սա խոստումք էր Աստծուց, որ եկավ Աբրամին, որ Աբրամ թող քո հորը տունը ու դուրս արի։ Աբրամը 75 տարեկան անձնավորություն էր այստեղ։ Սա դեռևս ուխտը չէր Աստծու, սա խոստումք էր, ուխտը դեռևս պիտի հաստատվեր Աբրամի ու Աստծու միջև։ Բայց ընդհանրապես մի բան եմ ուզում շեշտադրեմ, որ ուխտը այն գալիս է մարդու Աստծու միջև փոխհարաբերությունից ելնելով։ Այսպես չէ, որ մարդը Աստծու հետ ունի փոխհարաբերություն, ու Աստված պատահականորեն մեկ էլ գալիս է ու այսպիսի բան է սկսում խոսել։ Ուխտը այն փոխհարաբերության արդյունք է։ Ես կարծում եմ կա մի ուխտ, որ բոլորս ծանոթ ենք այս երկրի վրա, դա ամուսնական ուխտն է։ Երբ որ տղամարդու կինը որոշում են կայացնում, որ իրենք պիտի մտնեն ամուսնական ուխտի մեջ, եւ որն է տարբերությունը պայմանագրի եւ ուխտի։ Պայմանագիրը իրենից չի ենթադրում, որ երկու կողմերը ունեն իրար հետ ինչ-որ մտերմիկ փոխհարաբերություն։ Դու կարող ես ինչ-որ բիզնես ունենալ ու ինչ-որ պայմանագիր կնքես, որ ես քեզ մի բան եմ տալիս, դու ինձ ուրիշ բան ես տալիս։ Բայց ուխտը այն պայմանագիր չէ, որը գալիս է կողմերի միջև, որ միգուցե իրար անձնապես չեն ճանաչում։ Ուխտը այն բխում է փոխհարաբերությունից։ Դա համար եթե երկու մարդ իրար չեն սիրում, չեն ուզում իրենց կյանքերի հետ կապել, այդտեղ ուխտ չի կարող լինել։ Դա ուղղակի պայմանավորված ինչ-որ արարողակարգ է, բայց այն ամուսնական ուխտ չի։ Բայց երբ որ մարդիկ ունեն փոխհարաբերություն ու որոշում են կայացնում, որ իրար հետ ունեն, ուխտ են անում, ինչ ուխտ, որ չնայած կյանքի իրավիճակներին կլինի դժվարություններ, չէ, կլինի լայն օրեր, թե վատ օրեր, ով որ կանգնել է այդ արարողակարգի ժամանակ ասել է Տերը հնազանդեմ եւ հիշում է քահանան որոշակի բաներ ասում, այս իրավիճակին ու Տերս ասում է Տերն, այս իրավիճակին ու հնազանդեմ, շատ լավ։ Ուրեմն մենք դες արդեն ինչ ենք անում, հայտարարում ենք ամուսիններ եւ ուխտը ինչ ունի, ուխտը ունի նշան միշտ։ Առաջին դեպքում ինչ էր ասել Աստված, նշանը որն էր ուխտի Նոյի հետ, երկնականում գլնի ծիածանը։ Որն է ամուսնական ուխտի նշանը։ Մատանը։ Ուխտը միշտ ունի նշան, որ ցույց է տալի, որ մարդու հետ է ուխտի մեջ, թե Աստծու հետ է ուխտի մեջ։ Հիմա ինչ տեղ ունեցավ, քանի որ Աբրահամը ուներ փոխհարաբերություն Աստծու հետ, չնայած մինչև սա մենք Աբրահամի կյանքը չենք տեսնում ինչ էր կատարվել, բայց ես վստահ եմ, որ այդ 75 տարիների ընթացքում Աբրահամը այնպիսի կյանք էր ապրել, որ կարող էր այսպիսի խոստումք ընդունել Աստծուց, 75 տարեկանում թողնել ամեն բան, իր տունը, իր ընկերներին, իր ունեցվածքը ու դուրս գար ու գնար մի տեղ, որ անապատ էր։ Զուտ նրա համար, որ Աստված իրեն խոստումք էր տվել։ Դա համար ինչ եմ այստեղ ուզում շեշտադրեմ, որ եթե մենք ուզում ենք լինենք մարդիկ, որ Աստծու հետ ունենան ուխտի փոխհարաբերություն, որը շատ բարձր փոխհարաբերություն է, նախ եւ առաջ ինչա պետք ունենալ փոխհարաբերություն Աստծու հետ, որը բավական մտերիմ կլինի, որ Աստված կցանկանա մեզ այդ մտնի ուխտի մեջ։ Եվ Աբրահամը ասվածա, որ հավատաց Աստծուն այս խոստումքին, դուրս եկավ ու գնաց եւ արդեն նույն գլխի 7-րդ խոսքում Տերը նորից խոսեց նրա հետ, ասում էր Տերը երևաց Աբրահամին ասեց, քո սերնդի պիտի տամ այս երկիրը։ Եվ մի բան է հետաքրքիր, որ միշտ երբ որ Աստված խոսում էր սերնդի մասին, հոգտակիով չէր խոսում, եզակիով էր խոսում, քո սերնդի։ Եվ հետո արդեն առաքյալը բացատրում է ինչու հոգնակիով չէր խոսում քո սերունդներից, այլ քո սերունդի, որովհետև սերունդը կամ սեր բառը, որ օգտագործված էր եբրայերենում, այն Քրիստոս Հիսուսի խորհուրդն է, որ պիտի գար։ Այսինքն Աբրահամի ժառանգորդը, որի մասին խոսվում էր, ումով պիտի բոլոր ազգերը օրհնվեին, ոչ թե հրեաներն էին որպես այդպիսին, այլ Քրիստոս Հիսուսն է, որ պիտի գար։ Դրա համար Եզակիով էր խոսում, քո սերնդիդ պիտի տամ, քո սերնդովը պիտի օրհնվեն բոլոր ազգերը։ Ոչ թե հրեաները այնքան լավ մարդիկ կլինեն, որ իրանցով ազգերը կօրհնվեն, չէ, Քրիստոսի խոստումքը պիտի գար։ Այսինքն ինչու պիտի Աբրահամը ազգ դառնար։ Պիտի ազգ դառնար, որից դուրս գար Քրիստոսը, Մեսիան, որ կփրկեր այս աշխարհին, որտեղ Աստված ի սկզբանե ուներ ծրագիր փրկագնման, ու այդ փրկագնման համար իրեն պետք էր ընտրել մեկին, ումից ազգ կսարքի, հետո այդ ազգից դուրս կգար Քրիստոսը։ Դրա համար հրեաները կարևորված են որպես այդպիսին։ Բայց ինչով են կարևորված, ուխտը Աբրահամի հետ էր, ումից որ դուրս եկան 13 ցեղերը։ Ինչ տեղ ունեցավ սրանից հետո, երբ որ գանք 15-րդ գլուխ, երկու գլուխ անցնենք, այսպես ասում հենց առաջին խոսքից, այս բաներից հետո տեսիլքի մեջ Տիրոջ խոսքը Աբրահամին եղավ ասելով՝ մի վախեցիր ով Աբրահամ, ես քեզ վահանեմ ու քո վարձքը խիստ շատ պիտի լինի։
Միջև առաջ անցնեմ, որտեղ սա այն գլուխն է, որտեղ Տերը իր հետ ուխտ տալեց, մենք տեսնենք, որ այսպես սկսեց այս բաներից հետո։ Երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, միգուցե տենց ամեն բառի կարևորություն չտանք, բայց ասում եմ այս բաներից հետո Տերը իր հետ խոսեց, ուրեմն ինչ-որ բաներ էր սրանից առաջ կատարվել, որ հնարավորություն տվեց, որ Աստված իր ուխտը հաստատի Աբրահամի հետ։ Որտեղ տեսեք, մի բան ունենալ խոստումք Աստծուց, բայց մի բան է, որ այդ խոստումքը ուխտի մեջ հաստատում Աստված։ Որտեղ եթե վերցնենք Սավուղի օրինակը, չէ՞ որպես թագավոր, Աստված սկզբում օծեց, մի երկու անգամ ինքը օծվելու process է ունեցել, բայց այդպես էլ չհաստատվեց։ Մենք կարող ենք խոստումներ ունենալ Աստծուց, բայց դա չի նշանակում, որ դա մեր կյանքում արդեն հաստատված է 100%-ով լինելու է։ Ինչու՞, որտեղ ընթացք կա էլի, որ պետք է անցնել։ Աբրահամը այս 12-րդ գլխի ու 15-ի մեջտեղի հատվածում ընթացք էր անցել Աստծու հետ, որը հավատքի ընթացք էր եղել։ Ինչ էր տեղի ունեցել մինչև սա։ Ուրեմն Ղովտը, որ Աբրահամի եղբոր տղան էր, որ իր հետ դուրս էր եկել ու գնացել էր, իրենք իրարից բաժանվել էին, քանի որ շատ էին հարստացել, ասում են իրանց հովիվները հոտերի կռիվ էին անում իրար հետ, Աբրահամը Ղովտին ասաց, Ղովտ, դու ուզում ես գնա, ես հակառակ ուղղությամբ կգնամ, ու Ղովտը ընտրել էր Սոդոմը։ Իսկ մենք հիշում ենք, որ Սոդոմը շատ վատ քաղաք էր, որ Աստված վերջում Սոդոմն ու Գոմորը ոչնչացրեց, չէ՞։ Բայց ինչև այդ ոչնչացնելը կլիներ, Աստվածը որ 4 թագավորներ դուրս եկան, միաբանվեցին, եկան ու Սոդոմը գրավեցին։ Ու Սոդոմի ամբողջ հարստությունը ու ժողովրդին վերցրեցին տարան, ու այդպես որ արել էին, Ղովտն էին իրենց հետ տարել։ Աբրահամը 318 հոգով գնաց 4 թագավորի դեմ, ու ասում է իրանց հաղթեց, այդ ամբողջ ունեցվածքը ժողովրդին վերցրեց ու հետ բերեց։ Ու երբ որ հետ բերեց, գրված է, որ Շաքեի ձորում, որը թարգմանվում էր թագավորների ձոր, հանդիպեց Մելքիսեդեկին, ով Սաղեմի թագավորն էր, ասված է Բարձրյալ Աստծո քահանան էր, որ ներկայացնում էր գալիք Քրիստոս Հիսուսին, որտեղ երբ որ Հիսուսն եկավ, առաքյալն ասում է, որ նա Մելքիսեդեկի կարգի պես քահանա է, որ ոչ օրի սկիզբը կա, ոչ էլ վերջը, ու միգուցե որ միշտ կարդացել ենք, չհասկանանք ինչ է նշանակում Մելքիսեդեկի կարգի պես քահանա է, որտեղ երբ որ օրենքը տրվեց, քահանաները միայն կարող էին լինեին Ղևի ցեղից, Ահարոնի սերունդից։ Ուրիշ մեկը այնպես չէ որ կարող էր որոշել, ես ում քահանա դառնամ ու դառնալ քահանա։ Այսինքն քահանայությունը այն օրենքի կողմից Ղևի սերնդին, Ահարոնյան քահանայությունն էր։ Բայց Քրիստոսը եկավ Հուդայի ցեղից։ Ըստ օրենքի Քրիստոսը չէր կարող քահանա լինել, որտեղ ինքը Ղևի ցեղից չէր, ինքը Հուդայի ցեղից էր։ Բայց ինչ ասում, որ սա ավելի բարձր քահանայություն է, սա Մելքիսեդեկի կարգի պես քահանայություն էր։ Ու Մելքիսեդեկը հենց այս մարդու մասին նշված է, ու մասին ոչինչ Աստվածաշունչը այլևս չի ասում, երբ էր ծնվել, երբ է մահացել, միշտ Աստվածաշունչը նշում է, այս մարդը ծնվեց այս ինչի տղան էր, այսքան տարի ապրեց, մահացավ։ Այս մարդու համար ոչ օրի սկիզբն է նշած, ոչ էլ վերջը։ Ու այս մարդը համ թագավոր էր, համ քահանա էր։ Ինչու սա ցույց էր տալիս Քրիստոսի խորհուրդը, որ ոչ սկիզբը կա օրերի, ոչ վերջը կա, համ քահանա է, համ թագավոր։ Ու երբ որ Աբրահամը հանդիպեց Մելքիսեդեկին իր խորհուրդ Քրիստոս Հիսուսի, որ մենք պիտի հանդիպենք մեկ օր, ինչ արեց, ասում է, Մելքիսեդեկը նրան դիմավորեց գինով եւ հացով։ Ինչի խորհուրդն էր սա։ Տեր Հիսուսի արյան եւ մարմին, երբ որ Տեր Հիսուսը վերցրեց արյունը, չէ, գինը որպես արյան խորհուրդ եւ հացը որպես իր մարմնի խորհուրդ, նույն խորհուրդն էր այստեղ, որ դիմավորեց, ու երբ որ ընդունեց Մելքիսեդեկից դա, որպես խորհուրդ, որ մենք հետո պիտի ունենայինք, գրված է իր ամեն ունեցվածքից 10-րդ տվեց Աստծուն։ Առաջին անգամ 10-րդի մասին նշված է այստեղ Աստվածաշնչում։ Նման շատ ժամանակ մարդիկ ասում են, դե մենք այլևս չենք ապրում հին ուխտի ժամանակաշրջանում, օրենքի տակ չենք, 10-րդը միթե պետք չի տալ, 10-րդը մինչև օրենքն է եղել։ Երբ որ Աբրահամը հանդիպեց Մելքիսեդեկին իր խորհուրդ Քրիստոսի 10-րդ տվեց։ Եվ դրանից հետո այս Սոդոմի թագավորն ասում է ամեն բան վերցրու։ Չէ՞ որ դու ես այդ ամեն ինչի գիրավելու։ Գիտեք ինչ արեց Աբրահամը, ասեց Տերը վկա է, որ ես նույնիսկ մի հատ կոշիկի կապ, մեր հայրը ասած շնորհուկ, չեմ վերցնի քեզանից, ոչ չլինի թե դու ասես ես Աբրահամին հարստացրեցի։ Բացի ասում ես հետից եղածների ուտելիքից, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ամեն բան դու վերցրու քեզ։ Ինչ եմ ուզում սա ցույց տամ։ Փոխհարաբերություն էր ձևավորվել Աբրահամի ու Աստծու միջև։ Աբրահամը ասում էր ես մարդ եմ, որ իմ վստահությունը ամբողջովին դնում եմ Աստծու վրա։ Դե մեր 15-րդ գլուխը ոնց է սկսվում։ Այս ամենից հետո Տերը երևաց Աբրահամին։ Ինչից հետո, երբ որ 10-րդի ուխտի մեջ էր մտել Աստծու էր, երկրորդը ինձ մեկը չի հարստացնում, բայց միայն Աստված։ Այն ինչ որ այս աշխարհը առաջարկում է,
թեկուզ եւ արդարացի ինքը կարող էր ասել 9-ը, ինքը չվերցրեց, այս ամենից հետո Տեր Աբրամին հայտնվեց։ Ու այստեղ է որ 15-րդ գլխում արդեն ուխտը հաստատվում է։ Սա ինչ եմ ուզում ցույց տամ, որտեղ մենք լավ որ Աստծո խոստումներ ունենք մեր կյանքում, բայց եթե ուզում ենք այդ խոստումները հաստատվի, վերջի վերջով որ կատարվի, այդ ընթացքը պիտի կարողանանք Աստծո հետ ճիշտ ձևով ապրենք։ Ու ինչ ասեց. ես քեզ վահանեմ ու քո վարձքը խիստ շատ պիտի լինի։ Աբրամն ասում է ով Տեր Եհովա, սա արդեն երկրորդ խոստում կարդում 15-ին։ Ինչ պիտի տաս ինձ, որտեվ առանց զավակի եմ մնացել ու իմ տանս տիրողը այս Դամասկոսացի Եղիազարն է։ Ու ասում է Աբրամը, որտեվ ինձ ծերուն չտվեցիր, ահա իմ տարած ծառան, իմ ժառանգորդս պիտի լինի։ Տերը խոսեց նրան ասելով, նա քո ժառանգորդը պիտի չլինի, բայց նա պիտի լինի քո ժառանգորդը, որ քո մեջքիցդ պիտի ելնի։ Քո մեջքիցդ ուզում ասի քեզանից պիտի հենց ծնվի։ Եվ դուրս հանես նրան, ասում է, հիմա դեպի երկինքը նայիր ու աստղերը հաշվիր, եթե կարողանաս հաշվել։ Եվ ասում է, քո սերունդդ այսպես պիտի լինի։ Աբրամը հավատաց Տիրոջը, որն Աբրամին արդարություն համարվեց։ 7-րդ խոսքն ասում է, Տերն ասեց նրան. ես եմ Տերը, որ քեզ քաղդիացների ուր քաղաքից հանեցի, այս երկիրը բերեցի այն քեզ իբր ժառանգություն տալու համար։ Ու նա ասում է, ով Տեր Եհովա, ինչպես իմանամ, թե ես պիտի ժառանգեմ սա։ Հետաքրքիր հարց է, չէ՞ տալի, լավ։ Ասում ես, բայց ես ո՞նց իմանամ, նշանը ո՞րն է, որ ես սա ժառանգելու եմ։ Ու Տերն ասեց նրան. ինձ 3 տարեկան երինջ ու 3 տարեկան այծ, 3 տարեկան խոյ ու տատրակ եւ աղավնի ձակ բեր։ Աբրամը բոլոր սրանք բերեց ու նրանց մեջտեղից կտրեց, ու ամեն մի կտորը իր մասի հետ դեմ դիմաց դրեց, բայց թրջուններին չկտրեց։ Եվ դիակների վրա գիշատից թրջուններ իջան, Աբրամը վրընդեց նրանց, ու երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա խորը քուն իջավ, եւ ահա նրա վրա մեծ մթության սոսկում ընկավ։ Եվ Տերն ասեց Աբրամին. ստույգ իմացիր, որ քո սերունդդ իրենց չեղած երկրի մեջ պանդուխ պիտի լինեն եւ ծառայություն պիտի անեն, ու այնտեղ 400 տարի պիտի չարչարվեն։ Բայց այն ազգը, որին պիտի ծառայեն, ես պիտի դատեմ, եւ նրանց հետո շատ ստացվածքով պիտի հանեմ, եւ դու խաղաղությամբ քո հայրենիք պիտի գնաս, լավ ծերացած պիտի թաղվես, եւ նրանք 4 տարի մեջ այստեղ պիտի դառնան, որտեղ ամորացիների ամենությունը դեռ չի լրացել։ Երբ արևը մարմտավ ու խավար եղավ, ահա մխացող հնոց ու վառված ջահ այն կտորների մեջտեղից անցան։ Այն նույն օրը Տերը Աբրամի հետ ուխտ արեց, ասելով. քո սերունդին տվեցի այս երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը։ Եթե որ sense կարդում ենք, միգուցե sense մտածենք դե լավ ուղղակի ինֆորմացիա գրած, բայց հիմա մանրամասն ներկայացնեմ ինչ էր կատարվում։ Աբրամն ասեց, ես ո՞նց իմանամ, որ այս ամեն ինչին ներկա, Աստված կոնկրետ կենդաններ նշեց, ու ասեց մեջտեղից կտրեց Աբրամը ու շարեց։ Հիմա պատկերացրեք, ինքը sense շարում է, ու ինչա ձևավորվում, գիծ է ձևավորվում։ Այսինքն մի շարքը կեսը այստեղ է շարած, մյուս կեսը այստեղ է շարած, ճիշտ է։ Երբ մենք ամուսնանում ենք եկեղեցիներում, մենք շարքի մեջտեղով ենք, չէ՞ ամուսնում։ Ու մենք միգուցե մտածում ենք դա պատահականություն պես է, դա այստեղից է գալիս։ Աստված ինչ արեց Աբրահամը շարք ստեղծեց։ Ճիշտ է, որով մենք էլ ամուսնում ենք։ Ինչ էին անում այն ժամանակին, երբ որ երկու մարդ ուխտ էին անում։ Վերցնում էին կենդանի, այդպես կիսում էին երկու մասի ու մեջտեղով անցնում էին։ Ինչպես որ հարցն ու փեսան պիտի անցնեն այդ մեջտեղով։ Ու այսպես էր, երբ որ անցնում էին, սա նշաններ նրա, որ մենք ուխտի մեջ ենք մտնում իրար հետ, ու այն կողմը, ով որ չի պահի ուխտը, թող որ այս մեջտեղից կիսված անասունի օրը ընկնի։ Այսինքն թող դատ գա ու մեջտեղից կիսի այդ մարդուն։ Ու ինչ տեղի ունեցավ, Աստվածը երբ որ Աբրահամը քնած էր, ու Աստված հետ խոսած, ըստ կանոնի այսպես էր, Աբրահամն էլ պիտի մեջտեղով անցներ, բայց Աբրահամին չթողեց Աստված անցնել։ Աստված անցավ մեջտեղ։ Ինչ էր ուզում ասել Աբրահամին։ Աբրահամ, եթե ես չպահեմ, թող ես այս վիճակում լինեմ։ Եթե դու չպահես, թող որ ես այս մորթված կենդանների պես լինեմ։ Գիտեք ինչ եղավ, մարդը չպահեց ուխտը Աստծո հետ։ Դե համար գիտեք ինչ եղավ, Տեր Հիսուսը դարձավ այդ մորթված Աստծո գառը, ի նշանին ուխտի, որ ինքը ուներ մարդուս հետ։ Ինքը մեջտեղից կտրվեց որպես Աստծո գառ, չնայած որ մարդը չէր պահել ուխտը։ Դրա համար գրված է մենք կարդում ինչ նշանակում Աստծո հնոցը, այսինքն վառված կրակ է, մեջտեղով անցնում էր ու վառում էր այդ ամեն ինչը։ Ի նշանն է, որ ես անցնում եմ այս ուխտի ընթացքը քո հետ միասին։ Եվ սրանց ինչ ասեց, քո
քո սերունդի տերի պետք է տանես երկիրը։ Այդ օրը այն խոստումքը որ կար, արդեն ուխտի վերածվեց։ Աբրահամ, ես քո հետ արդեն ուխտի մեջ եմ։ Վերջ։ Եվ մի բան էլ, տեսեք ինչ ասում։ Ասում է քո սերունդիդ տվեցի այս երկիրը։ Սա 15-ի 18-րդ խոսքն էր։ Անցյալ ժամանակով ասում։ 12-րդ գլուխը որ մենք կարդում ենք այսպես էր. քո սերունդիդ պիտի տան։ Ապագայով է խոսում։ Հիմա երբ որ արդեն ուխտ անում Աբրահամի որպես հաստատություն նրա որ ինչ-որ ես խոսել եմ, չի ասում պիտի տան։ Տվեցի։ Նայեք ֆիզիկական աշխարհում դեռևս դա տեղի չի ունեցել։ Բայց երբ որ Աստված մի բան հաստատում է, ինքը արդեն ոնց է խոսում, անցյալով է խոսում։ Սա արդեն կատարված է։ Աբրահամ 400 տարի քո սերունդը դեռևս ներկա գերության մեջ։ Այս ամեն ինչը մոտավորապես 500 տարի հետո պետք է կատարվեր, ասենց ասեմ։ Բայց Աստծո աչքերում ոնց էր, սա արդեն եղած է։ Որ անգլերենով ասում ենք done deal։ Էլ հարց ու պատասխան չկա, ինչի, ես արդեն ուխտ եմ արել քեզ այդ վերջ։ Սրանից հետո գրված է, որ չէր ծնում Սառան, ու Աբրահամը մտածեց ինչ կարելի անել, Սառան էլ խորհուրդ տվեց, ասեց դե լավ, որ չի ստացվում, արի դու մտի Հագարի հետ, որ օգնականն էր, գոնե այդպես էր ում դուրս գա։ Ու այդպես էլ եղավ, Իսմայելը ծնվեց այդ ժամանակ, արդեն 17-րդ խոսքում Աբրահամը 99 տարեկան է։ Աբրահամը 75 որ դուրս եկավ, 99 տարեկանը դեռևս չունի այն սերունդու մասին խոսվում է։ Սա ինչ եմ ուզում ցույց տամ, որ լինել Աստծո այդ ուխտի մեջ, ունենալ խոստում թե չի նշանակում որ դա հենց հաջորդ օրը լինելու է։ Հենց սա է հավատքի կյանքը, որ մարդը կարողանում է սպասել։ Համար Դավիթ թագավորը գրում էր Սաղմոսներում, սպասելով սպասեցի Տիրոջը։ Ինչ ասում սպասելով սպասեցի, որովհետև ոչ թե ուղղակի սպասեցի եկավ, սա երկար process է։ Ես սպասելով սպասում էի ու վերջո Աստված պատասխանեց ինձ։ Հավատքի կյանքը այսպեսի կյանք է։ Համար հավատքի կյանքը թույլ մարդկանց համար չի։ Շատ ժամանակ մարդկանց թվում է եւ հավատացյալ լինելը թույլ մարդկանց գործ է, ընդհանրապես։ Ես հենց չեմ տեսել թույլ հավատացյալ մարդ։ Դա շատ դժվար է Աստծո օրենքներով ապրելը։ Շատ դժվար է քեզ ինչ-որ բանից սահմանափակելը։ 17-րդ գլխում, երբ որ ասված է, հենց առաջին խոսքից էլ կարդում եմ, Աբրահամը 99 տարեկան էր, Տերն Աբրահամին երևաց ու ասում է նրան. Ես եմ ամենակարող Աստվածը, սա Էլ-Շադայի անունն էր, որ առաջին անգամ էր Աստված երբևէ հայտնում։ Ասում է իմ արջևս քայլիր ու կատարյալ եղիր, եւ իմ ուքի մեջտեղ ուխտս պիտի անեմ ու խիստ պիտի շատացնեմ քեզ։ Աբրահամի երեսի վրա ընկավ ու Աստված նրան խոսեց, ասելով. ահա իմ ուխտս քեզ հետ է, ազգերի բազմության հայր պիտի լինես։ Այսուհետև կանոնդ Աբրահամ չասվի, հապա Աբրահամ, հետ առաջ չկար այն ժամանակ իր անվան մեջ, որ ազգերի բազմության հայր է նշանակում։ Քեզ խիստ պիտի շատացնեմ ու քեզ ազգեր պիտի անեն ու քեզանից թագավորներ պիտի ելնեն։ Իմ ու քո մեջտեղ ու քո սերնդիդ մեջտեղ եւ ինձ ազգերի մեջտեղ ուխտս պիտի հաստատեմ։ Հավիտենական ուխտ, որ քեզ ու քեզանից հետո քո սերնդիդ Աստված պիտի լինեմ։ Ես պիտի տամ ասում քեզ ու քեզ սերնդիդ իբրև հավիտենական ժառանգություն այն երկիրը, ու պանդուխտ եղար բոլոր Քանանի երկիրը ու նրանց Աստված պիտի լինեն։ Եվ այստեղ շարունակում է ու ասում է, ո՞րն է այն հավիտենական նշանը, որ տալիս է, թլպատության նշանը։ Ամեն 8 օրեկան արուզավակ պիտի թլպատվեր, կլինի ձեր տնից, թե օտարական, երբ որ նույնիսկ կվերցնեք ձեր մոտ, պիտի թլպատվի, սա է նշանը։ Մենք ինչ էինք խոսում սկզբում, որ ուխտը միշտ ունի նշան։ Որն է նշանը այն ուխտի, որ ինքը Աբրահամին ուներ, թլպատությունը։ Ինչ է թլպատվելը։ Թլպատվելը ցույց է տալի, որ մարմնից ինչ-որ մի մաս ֆիզիկական տեսանկյունից կտրվում ու գցվում է դուրս։ Ինչ խորհուրդ է սա։ Սա առանձնացվածության խորհուրդն է Աստծո հետ, որ իմ մարմինը ես ցավ եմ պատճառում։ Այն առումով, որ ես ինչ-որ բան կտրում եմ իմ մարմնից ու գցում եմ մի կողմ։ Այն մարմնավոր ցանկությունները, այն աշխարհիկ բաները, որ իմ մարմինը ուզում է, ես կտրում եմ ու մի կողմ եմ գցում։ Ու այս թլպատության նշանը մենք այսօր ունենք որպես նոր ուխտի հավատացյալներ, որտեղ առաքյալը գրում է, որ թլպատությունը այլևս դրսևորված չի։ Ներսի թլպատությունը, որը սրտի թլպատությունն է, որ ցույց է տալու, որ մարդու սիրտը թլպատված է Աստծո առաջ, այսինքն կտրած է այն բանը, որ աշխարհից էր, ու մնացել է Աստծուն։ Ես մի անգամ գնացի annual check-up-ի, այդ բժիշկին առաջին անգամ այդ ոնց որ ընդունում, դե հարցեր ա տալիս առողջության հետ կապված, հարցես թլպատված ես, ասեցի հա։ Դες զամացած ինչնայց, որտեղ հերաներն են ընդհանրապես թլպատվում, ինքն էլ պարսկահայ անձնավորություններ, սնուցու զարմացավ ասի թլպատված եմ, ասի բայց սիրտս է թլպատված,
Մարդը ավելի զարմացավ, չի հասկանում ինչ եմ ասում, ասում դա չես կարդացել Պողոս Առաքյալի ուղղագրում թլպատություն մասին, ասում չէ, ասում գրում եմ թլպատությունն այլևս դրսևանջ չի, բայց ներսի թլպատություն է, իմ սիրտը թլպատած է, ես քրիստոնյա անձնավորություն եմ, մի քիչ հանկարծակի բերեց այդ պապիկին, բայց կարծում եմ իր համար լավ քարոզության հնարավորություններ են, բան որ հետո խոսեցի։ Մենք ունենք այդ թլպատության նշանը, բայց որն էր, որ պետքա սրանից հետո Տիրոջ առաջին թլպատվին։ Ու հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ որ Իսահակը ծնվեց, 14 տարեկան էր արդեն Իսմայելը, ոսմը նեղում էր, այս Իսմայելը Իսահակին մի խոսքով կոնֆլիկտ էր առաջանում տանը, Սարան ասաց ինձ չի լինի։ Հագարին ու երեխուն պետքա հանես, որ գնա։ Ունեք Աբրահամը մտածում էր ինչ անի, շատ նեղված էր, Աստված ասաց ոչինչ։ Ասում է մի անհանգստացիր, թող ինքը դուրս գա։ Ու թող գնա, ես ասում եմ իր հետ կլնեմ, դու մի անհանգստացի։ Ու երբ որ գնաց, նա հետաքրքիր բան է կատարվում։ 21-րդ գլուխն է այստեղ արդեն ծննդոցի, երբ որ մտածում էր ուղարկի չուղարկի, դե պատկերացնենք, էլ իր տղեն է ամեն դեպքում, կապ չունի որ Հագարից է ունեցել, 14 տարեկան երեխա է, սիրտը ցավում է, չէ, Աբրահամի։ 11-րդ խոսքից կարդամ, ասում է, այս բանը դժվար եղած իր որդու պատճառով, այսինքն որ պետք է տնից հաներ։ Ասում է, Աստված ասեց Աբրահամին, տղայիդ համար ու աղախնիդ համար այդ բանը թող քեզ դժվար չերևա, Սարային քեզ ասած խոսքին լսիր, քանզի Իսահակով քո սերունդդ պիտի կոչվի։ Աղախնին որդին էլ ազգ պիտի անեմ, որտեվ նա էլ քո սերունդն է։ Մենք գիտենք, որ արաբները Իսմայելից են առաջացել, արաբական բոլոր ազգերը իրանք Իսմայելի սերունդն են։ Ու այդ ճշտամությունը միջև այսօր էլ կա Իսմայելի սերունդի ու Իսահակի սերունդի, այսինքն հրեաները ու արաբները դրա համար են միջև այսօր ճշտամի։ Բայց դեք ինձ ինչն է զարմացնում, որ Աստված ասում է, քանի որ նա էլ է քո սերունդը, ես նրան էլ ազգ կանեմ։ Ինչ եմ ասում զարմանել է, որովհետև Աստված, որ խոստումք էր տվել, չէ՞, ինքը չէր ասել, որ դու գնա քո գլխու ինչ ուզում ես առասենց ասած, բայց ինքը արել էր, մտածելով, որ այդ հարցը լուծի սերունդի։ Հիմա Աստված իր կողմից պետք է ասեր Աբրահամ, մուրը քո գլուխը, ասենց ասած։ Այդ երեխուն հանի, հետ ինչ ուզում անի, ես քեզ ասել էի, դու գնաց քեզանով երեխա ունենաս։ Բայց մենք Աստծո հավատարմությունը տեսանք։ Ասում եմ մի անհանգստացի, քանի որ քո երեխան է, ես իրան սերունդ կանեմ։ Ես այն խոստումքը որ տվել է Իսահակի հետ կապված, քանի որ քեզ տենց խոստումք են տվել, չեն նայեն հարցին, որ դու սխալ ձևով ես այդ երեխան ունեցել։ Ես իր հետ եք շարունակեմ։ Ես ուզում եմ Աստծո հավատարմության մակարդակը ցույց տամ։ Բայց մենք ինչի հрьяաները, հարցը հрьяաները չէին, հարցը Աստծո ու Աբրահամի ուխտն էր ու իրանց փոխհարաբերությունը։ Ուզում ես քո սերունդների հետ Աստված այդ ձևով գործի, ուխտի փոխհարաբերություն ունեցի Աստծո հետ։ Ու դու ֆիզիկապես էլ կենթանի չլինես, Աստված հիշում է այդ ուխտերը, ինչը որ արել է քո հետ, ինչը որ արել էր Աբրահամի հետ։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ 14-րդ խոսքում շարունակում, ասում է Աբրահամը առավոտյան կանուխ ելավ, հաց ու մի տիկ, ասում է ջուր առավ, Հագարին տվեց, նրա ուսին դրեց, ու ասում է տղանին էլ տվեց ու ուղարկեց նրանց։ Ասում է նրանք գնացին ու Բերսաբեի անապատի մեջ ինչ-որ մի կողմում պտտվում էին։ Երբ տիկի ջուրը վերջացավ, մացավներից մեկի տակ թողեց տղային, ասում է։ Եվ հերու գնաց, ասում է գետին նստեց ու ասում է տղու մեռնելը չտեսնեմ։ Ասում է գետին նստելով ձայնը վերցրեց ու լացում է։ Դե պատկերացեք ինչ վիճակում է։ Անապատի մեջ են ջուրը չկա, գիտի որ հեսա պետք է մեռնեն, երախուն թողել է մի քիչ հեռու, որ չտնա երախուն մեռնելը ու լացում է։ Ասում է Աստված տղայի ձայնը լսեց, ու Աստծո հրեշտակը եկունքից կանչեց Հագարին ու ասում է նրան. Հագար, քեզ ինչ եղավ, մի վախեցի, որտեղ Աստված լսեց տղայի ձայնը նրա եղած տեղից։ Ելիր տղային վերցրու ու ձեռքովդ օգնիր նրան, որտեղ մեծ ազգ պիտի անա նրան։ Ասում է Աստված Հագարի աչքերը բացեց ու տիկով ջուրը ասում է ջրհոր տեսավ, ասում է գնաց ու տիկը ջրով լցվեց եւ տղային խմեցրեց։ Ասում է Աստված տղայի հետ էր, որ մեծացավ, ու անապատներում ասում է բնակեց ու հարյունավոր եղավ։ Գրված է, որ Հագարը երախուն թողել է ու լացում է, չէ՞։ Ինքն է լացում այդ բանը։ Հրեշտակը եկավ, ինչ ասում։ Չի ասում Հագար, ես քո լացի ձայնը լսեցի եկա։ Ասում է Հագար, ես տղայի ձայնը լսեցի ու եկա։ Գիտեք ինչ ասում ցույց տա։ Ես տեղ չեմ քո համար Հագար։ Եթե ես երեխան չլիներ, որ Աբրահամի սերունդն է, եթե իմ ուխտը չլիներ Աբրահամի հետ, դու ստեղ մեռնելու էի Հագար։ Ես քո ձայնը չեմ լսել եկե։
ես տղայի ձայնը լսեցի։ Դες մարդիկ կան աղաղակում են ասում, տպավորությունով Աստված չի լսում, մեկն էլ լացում է 2 րոպե, տպավորությունով որ Աստված միանգամից լսեց այս մարդու լացը։ Դες տարբերությունը որն է այս երկու մարդկանց միջև։ Միգուցե այն երկրորդը կամ ինքն է ուխտի մեջ, կամ իր հայրերից մեկն է ուխտի մեջ եղել Աստծո հետ։ Աստված երբ որ լսում է գալիս է, բայց մեկն էլ լացում է ու չկա պատասխան, ինչի։ Ուխտի մարդ չի այս մարդը, Հագար էստեղ չեմ համար։ Ես տեղ եմ տղայի համար։ Ուզում ես Աստված լսի քո սերունդների աղաղակը։ Ուխտի փոխհարաբերություն ունեցիր Աստծո հետ։ Դրա համար շատ ժամանակ մարդիկ ինձ ասում են, քո կյանքում Աստված ավելի արագ է գործում, քան մեր կյանքում, որն է տարբերությունը, կարող է քեզ ավելի շատ է սիրում։ Ինձ ավելի շատ չի սիրում Աստված։ Ավելի շատ չէր կարա սիրել, քան թե որ իր կյանքը տվեց մեզ համար։ Տարբերությունն է, որ իմ հայրս, իմ ծնողներս այդ ուխտի փոխհարաբերության մեջ են եղել Աստծո հետ միջև նույնիսկ իմ ծնողները։ Տարբերությունն է, որ իմ առաջին ինչ մեկը գնացել է, ու այդ հողը մշակել է, քարերը հանել է, չէ՞ գյուղատնտեսության մեջ ոնց է, միջև սերմը ցանես, այդ հողը մատ մաքրես, չէ՞։ Բերես այն կետին, որ ինքը պարարտ հող է, կարաս մեջը ցանես ու հնձես։ Մեկ իմ առաջից գնացել է, այդ դժվար գործը արել է։ Ես որ ցանում եմ, շատ ասի։ Երբ որ ցանում եմ, ի՞նչ է տեղի ունենում, շատ ավելի արագ եմ հնձում, որտեղ հողը արդեն մշակած է իմ առաջիցս։ Ուզում ես քո սերունդները արագ հնձեն, մշակիր այդ հողը իրանց առաջից։ Աբրահամից բացի, այս ուխտերը շարունակվում էր 28-րդ գլուխում, ես Իսահակի կյանքին չեմ անդրադառնա, բայց 28-րդ գլուխը արդեն պատմում է նրա մասին, որ Իսահակը ունեցել էր 2 որդի, ունեցել էր Հակոբին ու Եսավին։ Եսավը առաջնեկն էր, բայց իր առաջնեկությունը ծախել էր։ Ինչու է կարևոր առաջնեկության հարցը, որտեղ Աստված առաջնեկի հետ էր շարունակում, առաջին որդու հետ էր շարունակում ընթացքը, իր առաջնեկությունը ծախել էր Հակոբին, մի աման ապրի ճաշի համար, ու Աստված պետք է արդեն Հակոբի հետ շարունակեր։ Ու այս Հակոբը քանի որ տենց բան էր արել, ու հայրը իրան օրհնեց, Եսավը ուզում էր սպանել Հակոբին, ստիպված դուրս եկավ որ փախնի գնա քերուտում, գրված է Լաբանի տուն պետք է գնա, դե պատկերացնի ինչ ահավոր ընթացք է, չէ՞, չգիտի ուր է գնալու, ոնց է հասնելու, աղբեր ուզում է գտնի սպանի, վտանգների մեջ է այս մարդը, բայց 28-րդ գլխի 13-րդ խոսքում, որտեղ Աստվածա որ դուրս էր եկել, փախնում էր, ճանապարհին Աստված հանդիպեց իրան ու հետո խոսաց։ Սա 28-ի 13-ն է։ Ասում է, ահա Տերը կանգնեց նրա վրա ու ասում է. Ես եմ Եհովան, քո հորդ Աբրահամի Աստվածը ու Իսահակի Աստվածը։ Այդ երկիրը, որի վրա դու կապարկես, քեզ ու քո սերունդիդ պիտի տամ։ Եվ քո սերունդիդ երկրի ավազից շատ պիտի լինի, ու դեպի արևմուտք եւ արևելք եւ դեպի հյուսիս ու հարավ պիտի տարածի, ու երկրի բոլոր ազգերը քեզանով ու քո սերունդով պիտի օրհնեն։ Ահա ես քեզ հետ եմ, ու ամեն ու որ գնաս, քեզ պիտի պահեմ, ու քեզ այս երկիրը պիտի դարձնեմ, քանզի միջև որ իմ քեզ ասածս չանեմ, քեզ պիտի չթողնեմ։ Հակոբն արթնացավ իր քնից ու ասում է. իրապես Տերը այստեղ էր ու ես չիմացա եւ վախեցավ ու ասում է. ինչ ահավոր է այստեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տունը, սա է երկնքի դուռը։ Ինչ ասած ես հիշացնում, հետաքրքիր բան է, չէ՞, ասում Աստծուն է հանդիպել, ասում է սա է երկնքի դուռը։ Երբ որ Տերն եկավ իր համար ինչ ասեց։ Ես եմ դուռը։ Ով որ ուզում է իմ հորս մոտ մտնի, ինձանով պիտի մտնի։ Ում է Տերը հանդիպել այստեղ։ Քրիստոսին էր հանդիպել։ Սա ուրիշ բան չէ, բայց Աստծո տունը եւ դուռը։ Ում էր հանդիպել Մելքիսեդեկի խորհրդի մեջ Աբրահամը, Քրիստոս Հիսուսին էր հանդիպել։ Ինչ եմ ուզում ցույց տամ, որ մենք էլ մեր կյանքում ում ենք հանդիպում, Քրիստոսին ենք հանդիպում, որ մտնում ենք այդ ուխտի փոխհարաբերության մեջ։ Քրիստոս Հիսուսը երբ որ եկավ ինչ ասեց, կարդացեք օրենքն մարգարեները, այդ ամենը իմ մասին է։ Ես միգուցե կարդում ենք ու նշված չի Հիսուս անունով մեր մոտ տպարությունն որ ուրա որ ասում է իմ մասին է, բայց իր մասին է, որտեղ այս հանդիպումները իր հետ էր կատարվում։ Երբ որ Հակոբը Աստծուն հանդիպեց, ինչ արեց։ Մտավ ուխտի մեջ Աստծո հետ։ Ասում է Հակոբը առավոտյան կանուխ արթնացավ, իր գլխի տակ դրած քարը առավ, այն իբրև արձան կանգնեցրեց ու նրա գլխին յուղ թափեց։ Եվ այն տեղի անունը Բեթել դրեց, նշանակում էր հացի տուն, բայց ասում է առաջ այն քաղաքյանը լուզ էր։ Եվ Հակոբը ուխտ արեց ու ասում է. եթե Աստված ինձ հետ լինի, բայց գնալու ճանապարհից մեջ ինձ պահի, եւ ինձ ուտելու հաց ու հագնելու հանդերձ տա, եւ իմ հորս տունը խաղաղությամբ դառնամ, Տերը ինձ Աստված թող լինի,
եւ այս քարը, որ ես իբրև արձան կանգնեցրեցի, Աստծո տունը թող լինի եւ այն ամենից ինչ որ ինձ տաս, քեզ 10-անորդ տամ։ Կրկին ինչ ենք տեսնում, որ 10-անորդը այն ուխտա մարդու Աստծո միջև, դա ուղղակի օրենքի հարց չէր։ Օրենքը չկա։ Օրենքը սրանից 430 տարի հետո է մոտավորապես տրվել։ Ինչ ասում, ես 10-անորդ կտամ։ Ուխտի փոխհարաբերության մեջ մտավ։ Ու մենք գիտենք պատմությունները, որ Աստված Հակոբի հետ էր։ Հակոբը շատ հարստացավ, շատ բարձրացավ, հետո Աստված իրեն բերեց ու հասցրեց դեպի իր հորտուն, ու ամեն նորմալ եղավ իր կյանքում։ Մենք հեսա գիտենք այդ վկայությունները, որ պիտի պատմում այս հատվածների հետ է կապված, բայց եթե մենք առաջ գանք, հիմա ինչ էր ասել, որ քո սերունդիցը պետք է գա այդ մարդը, չէ՞։ Իմաստն էր մարդով էր, Քրիստոսն էր ով եկել, ու բոլոր ազգերը պիտի օգնվեին։ Բայց նայեք, անցնում էր ժամանակը ու դրանից հետո Հակոբը ունեցավ 12 որդիներ։ Մեծը Ռուբենն էր։ Բայց Ռուբենը Աստծո առաջ ճիշտ չկարողացավ քայլի, Ռուբենին չընկավ առաջնեկությունը։ Դրանից հետո երկու եղբայր ուներ, նրանց հետ չընկավ առաջնեկությունը։ Հուդան 4-րդ եղբայրն էր։ Հուդային ընկավ առաջնեկությունը։ Ու երբ որ մարգարեացավ Հակոբը վերջին տղաների համար, Հուդային ասեց, որ օրենսդիրը քո մեջից դուրս գնա։ Ինչն է հետաքրքիր, ասում է օրենսդիրը։ Օրենքը Մովսեսը գրեց, չէ, բայց Մովսեսը Հուդայի ցեղից չէր։ Մովսեսը Ղևիի ցեղից էր։ Բայց ինչ օրենսդիր պետք է դուրս գա Հուդայի ցեղից։ Ո՞վ է գլխավոր օրենսդիրը։ Օրենսդիրը նշանակում է օրենքը գրող։ Հիսուսը պիտի դուրս գա։ Աստծո մասին մարգարեությունը պիտի Հիսուսը գար Հուդայի ցեղից։ Լավ, Հուդայի ցեղից պիտի գա, բայց ում որդին պիտի կոչվի, ումից պետք է դուրս գա։ Գալիս ենք անցան հարյուրամյակներ նորից, արդեն հասնում ենք Դավթի կյանքին, ու Դավիթը ուներ ուխտի փոխհարաբերություն Աստծո հետ, ու մեկ օր որոշեց, որ Աստծո համար տուն կառուցի, եթե կհիշեք։ Ասեց, ես ոնց կարամ ապրեմ պալատում, իսկ Աստծո տունը լինի վրանի մեջ։ Սենց չի կարող լինի, ու որոշեց տուն կառուցի, ու Տերը այցելեց, ասեց, Դավիթ, դու մտածում ես իմ տուն կառուցես։ Ես ասել էի դու իմ տուն կառուցի, որ դու տես բան ես մտածել։ Ես ոչ մեկին այս մենակ տես բան չասեցի։ Բայց դու մտածում ես իմ տուն կառուցես, Դավիթ, ես քո համար տուն կկառուցեմ։ Քո աթոռը հավիտյան պիտի հաստատեմ։ Ոնց պիտի հավիտյան հաստատվեր, չէ՞ որ Դավիթը մահացավ գնաց։ Քրիստոսը քեզանից դուրս գա։ Քրիստոսը կոչվի Դավթի որդի։ Հիմա երբ որ Հիսուսը եկավ, հիշում եք, որ մի հատ մուրացկան նստած էր աղաղակում էր Դավթի որդի, ողորմի ինձ։ Մարդը գիտեն, որ ինքը Հովսեփի տղեն է, խեր ասում Դավթի որդի։ Իսրայելը գիտեր, Քրիստոսը պիտի Դավթի տնից դուրս գա։ Քրիստոսը Դավթի որդին պիտի կոչվի։ Ուխտը էլի Աստված շարունակում է։ Ինչի՞ եմ սա ցույց տալիս, որ մենք կարող ենք լինել մարդիկ, որ այն պատմության շղթան, որ հիմա էլ լինում է, Աստված մեր միջոցով բաներ անի, որ միգուցե ուրիշ մարդու միջոցով չանի։ Ինչի այն մարդիկ, ովքեր այդ ուխտի փոխհարաբերություն ունեն, Աստված շարունակում է այդ ընթացքը։ Դրա համար Դավթի սերունդը միշտ մնաց թագավորական սերունդ։ Իրանք ճիշտ չէին պահում Աստծո առաջ, կռապաշտ էին լինում։ Գիտեք Աստված ինչ էր ասում, ասում էր իմ Դավթին տված խոստմունքի համար պահում եմ։ Որ պետք է ոչնչացներ։ Նայեք, Սավուղի տունը չմնաց տենց է։ Առաջին ու վերջին թագավորը եղավ, չնայած որ Սավուղի տղեն շատ լավ անձնավորություն էր, որ կարդում ես այդ մարդու մասին, Հովնաթան, ասում ես, իսկ ինչ մակարդակի մարդ էր այս մարդը։ Դավիթի հետ ուխտ արեց իր կյանքի գնով, որ ինչ լինի, ես քո հետ եմ ու դու ես Աստծո օգնությամբ, դու պետք է շարունակես։ Մի հատ քո վրա պատկերացրու, դու թագավորի տղեն ես, դու պետք է լինես թագավորը, ու մեկը գիտես, այս կողքիդ մարդն է Աստված որոշել, որ լինի թագավոր։ Ամեն ինչ պետք է անես, որ սպանես, չէ՞, մարդուն։ Ինքը նենց անձնավորություն էր, ասում է իր անձից շատ էր սիրում Դավիթին։ Ասում է, ես քեզ կօգնեմ, որ դու լինես թագավոր։ Ինչքան դժվար է այս մակարդակի մարդ գտնել։ Բայց ինչ եմ սա ասում։ Լավ մարդ լինելը բավական չի, որ Աստված քո կյանքում ինչ-որ բան անի։ Ուխտը չկար Սավուղի հետ, ես էլ քո հետ չեմ շարունակում։ Ես Դավիթի հետ ուխտ ունեմ։ Դավիթի սերունդները մեկը չկար Հովնաթանի պես այդ ձերի մարդն էր, ասենց ասած։ Ահավոր վատ էին իրենց բան, կռապաշտության մեջ էին լինում, արյունտես որ չէր ոչնչացնում Աստված։ Ինչի՞ իմ Դավիթ ծառային տվածս ուխտը ես հիշում եմ։ Իրան ասել եմ քո սերունդը հավիտյան պիտի պահի։ Այսպիսի Աստված է մեր Աստված։ Ուզում ես այդպեսի ձևով գործողական քո սերունդների ուխտի փոխհարաբերություն ունեցի Աստծո հետ։ Երբ որ Տեր Հիսուսը արդեն եկավ, վերցրեց գինին, ինչ ասեց, սա նոր ուխտի արյունն է։ Սա նոր ուխտ արդեն ձեզ հետ, իմ արյան միջոցով ես սա ձեզ հետ եմ, սա նոր ուխտ է, առանց արյուն թափելու ուխտի զորությունը որպես այդպիսին չի երևում, ամենազորավոր ուխտն է, երբ որ արյուն է թափվում, ու ես մի բան եմ ես կասեմ, համոզած մարդկանց,
Դու գիտեք, որ արյան հատված կա ամուսնությունից հետո։ Միգուցե մտածեք ինչու այդպիսի հատված կա։ Այդ արյունը ինչն է խորհրդածում, որ այդ օրը արյուն թափվեց այդ ուխտը հաստատելու համար։ Դրա համար այն մարդիկ, ովքեր մինչև ամուսնությունը արդեն ազատ կյանքով են ապրած լինում, ցավոք սրտի այդ խորհուրդը չունենան, որ հաստատվեր։ Որն է ամուսնական ուխտի հաստատությունը, էլի արյունը թափվում։ Քրիստոսն ասաց, ահա, նոր ուխտի արյուն։ Մենք հիմա նոր ուխտի մեջ ենք։ Ինչով է սա կարևորված մեզ համար։ Որտեղ նոր ուխտի հաշվին Քրիստոսի սերունդն ենք։ Ունենք ինչ է բացատրում գաղատացիսում։ Որտեղ մեզ թվում է, որ այդ օրհնությունները հրեա ազգին էր տված, որպես Աբրահամի սերունդ չէ, բայց մենք ինչ է բացատրում Պողոսը Գաղատացիս 26-ից կարդամ 3-ին։ Ասում է, որովհետև ամենքդ էլ Աստծո որդիներ եք Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով։ Քանզի դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսը ձեր վրա հագաք։ Այսուհետև ոչ հրեա կա, ոչ էլ հույն, ոչ ծառա կա, ոչ էլ ազատ, ոչ արու կա, ոչ էլ եք, որովհետև դուք ամենքդ էլ մեկ եք Քրիստոս Հիսուսով։ Ունայք ինչ ասում։ Ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք ու խոստումքին նայելով ժառանգորդներ։ Ով էր Աբրահամի սերունդը։ Իմ մասին այդքան Աստված խոսում էր ուխտանելուց, Քրիստոսը։ Խոստումքներով էր ընդունել Աբրահամը։ Հիմա ինչ ասում։ Էլ ոչ մի կա, ոչ հրեա կա։ Նենց չէ, որ դու հայ ես, այդ օրհնությունները, այդ խոստումները քո կյանքում չես կարող ունենալ։ Էլ չկա ազգություն։ Հիմա ինչ կա։ Կա Քրիստոսը, ում սերունդն եք դուք։ Հիմա եթե Քրիստոսը Աբրահամի սերունդն է, ու դուք Քրիստոսի սերունդն եք, ուրեմն խոստումքին նայելով ինչ եք։ Ժառանգորդ։ Այսինքն այն ինչ որ Աբրահամին եմ խոստացել, որ քեզ կզորացնեմ, կբարձրացնեմ, կհարստացնեմ, քո հետ կլինեմ, ինչքան խոստումք տվել եմ Աբրահամին, ինչ կարաս անես հավատքով, կարաս վերցնես Քրիստոսի մեջ, որտեղ դու Քրիստոսի սերունդն ես արդեն վերջ։ Դա որ ասում ենք ինչի հրեաները, շոջ այն ինչ հրեա։ Ֆիզիկապես հրեա լինողը ոչ մի բան չունի Աստծուց։ Այնպես ոչ հրեա կա, ոչ էլ հույն։ Գիտես ով ունի այդ խոստումքի ժառանգությունը, ով Քրիստոսինն է։ Դու Քրիստոսինն ես, դու ցանկացած ֆիզիկապես հրեից ավելի բարձր ես, որտեղ դու իրական Աստծո զավակ ես։ Արդյոք Աստված ունի ծրագիր իր հրեաների հետ ուրի ձևով արվում։ Հա, որպես ազգ ունի, որպես անհատներ չնայեք, որպես ազգ։ Ինչի, որովհետև Իսրայելը ու հրեա ժողովուրդը դրանք ժամանակացույցն են, որ ցույց են տալի վերջին օրերի գալուստը։ Իսրայելին նայելով մենք հասկանում ենք ինչա կատարվում, որովհետև Հիսուսը երբ որ գա նորից գրված է որ Իսրայել պետք է գա ու գալու է Երուսաղեմի տաճարում նստել։ Դրա համար էլի կարևորված է Իսրայելը որպես ժողովուրդ, բայց որպես անհատականություն։ Ես ու դու որպես Քրիստոսի ժառանգորդ շատ ավելի կարևորված են, քան թե իրանք որպես ուղղակի հրեա լինելով։ Դեռ այնքան չար հրեաներ կան, ավելի շատ չար են երևի թե քան թե բարի։ Ոնց որ ցանկացած ազգի մեջ է, այնպես չէ որ իրանց ազգի համար եմ ասում։ Հիմա անցնեմ այդ վկայությունների հետ կապված, որ այս ամեն ինչը կենդանի լինի մեզ համար։ 2020 թվականի մարտի 13-ին ես տոմս էի արվել, որտեղ գնամ 2 շաբաթով Հայաստան։ Այն ժամանակ ես Բոստոնում էի, սովորում էի MIT-ում ու նախապես էի վերցրել, որտեղ spring break-ներ, այսինքն կանոնային արձակուրդներ 2 շաբաթով ես ոնց որ դրանից ամիսներ դեռևս առաջ տոմսում էի վերցրած, որ պետք է հետ գնամ Հայաստան 2 շաբաթով հետ գամ։ Դե ով կիմանա որ պետք է COVID-ը սկսվի 2020 թվականի փետրվարի վերջն էր, թե հիշեք որ COVID-ը սկսվեց։ Ուրեմն լավ հիշում եմ ամսի երևի թե 10-ն էր, ես գնացի հանդիպման մարտի 10-ն էր, այսինքն գնացի հանդիպման մեր դեկանի ոնց որ օգնականի հետ, ասացի որ գնում եմ Հայաստան, այդ ժամանակ արդեն սկսել էր ոնց որ այդ լուրերը տարածվել, որ Չինաստանից դուրս եկել ես վիրուսը տարածվում է դեպի աշխարհը մեկ բան, դե որ կարդում ես մտածում ես ինչ պանիկա է, հայրենասից ինչ բնուշքա է աշխարհում, գրիպ է դե հիմա, հետո խոսում եմ ասում որ ես պետք է գնամ, ասում եմ մի գնամ, որովհետև կարող է գնալ սահմանները փակեն, դե միջև էլ ով է տես բան լսեն ընդհանրապես, որ տենց մի բան դնե, որ աշխարհում սահմանները փակեն, չէ, ասում ես ամերիկացիք ես ինչ ժողովուրդ են, էլի, պանիկյոր, սենց ասած, հիմա գրիպ է էլի, սահման փակվելը որը սա, եւի թեստ կտար, հետ կգաս եթե պետք է։ Ամսի 13-ին թռնում եմ Հայաստան, ամսի 16-ին Տրամպը հայտարարում է, որ սահմանները փակվում են։ Ու ես մնում եմ Հայաստան։ Միջև էդի հասցրել է այդ 2 օրվա ընթացքում
պայմանավորվել իմ ամառվա internship-ի պրակտիկայի հետ կապված ու այնքանով էր նաև հրաշքել, որ մինչև այս COVID-ի պատճառով սկսվեր այդ on-line ընթացքները, ես ասել էի, ես ուզում եմ ամառը Հայաստանում ունեմ պատրաստ եք, որ ես on-line անեմ այդ internship-ը, ասել էին հա, այնց հետաքրքիր բան էր տեղ ունեցել։ Հիմա ես գնացել եմ այդ internship-ը ունեմ, որ անեմ, բայց երկու հատ խնդիր կա։ Առաջինը սա է, որ ես չունեի social security քարտը, իսկ social-ը հանելու համար դու պետք է ֆիզիկապես Ամերիկայում լինես, դու չես կարող դուրս լինես ու անես, որովհետև պետք է appointment վերցնեիր, դեպուս փակ էին բոլոր օֆիսները ժամանակ չէ, երբ նույնիսկ appointment վերցնես, բայց ֆիզիկապես պետք է գնաս, որպեսզի կարողանաս հանես։ Հիմա ուրեմն ամառը սկսել է աշխատում եմ, փող չեն կարող ինձ վճարեն, որովհետև social չունեմ, ոնց ինձ վճարի Ամերիկայում, ինչ որ MIT համար է հենց ամեն internship-ը, չեն կարող ինձ վճարեն։ Մյուս խնդիրն էլ այն է, որ ուսանողական վիզա, որ F1 վիզան է, դու 5 ամիս կարաս դրսում մնաս։ 5 ամսից հետո վիզատ արդեն համարվում է չեղյալ, ու եթե չեղյալը, պայքարս է COVID-ի ժամանակն է, դեսպանատները փակ են, եթե նույնիսկ սահմանները բացվի, դու չես կարող հետ գաս Ամերիկա։ Այսինքն ես վերցրել եմ 156,000 վարկ, եկել եմ Ամերիկա սովորելու, որովհետև պետք է աշխատեմ այդ վարկը փակեն, ու դուրս է գալի ամեն ինչը անիմաստ էր։ Բայց մինչև էդիլ աստղ են դիպեր այդտեղ հաստրել, ովքեր որ մոտիկից ինձ գիտեն այդ իմ վկայությունը, որ ես 14 տարեկան եմ եղել Ֆրանսիայի մեջ խոսացել այդ ամեն ինչ հետ կապված, ես աստծո խոսքի համեմատ քայլել եմ 8 տարի հետո այդ տեղը ունեցած MIT-ում, մեկ էլ հայտնվել եմ Հայաստանում, սահմանները փակ կա, չեմ կարողանում հայտնվել։ Ես աղոթների մեջ ու չի հասկանում ինչ կարա տեղի ունենա, ու մինչև էդիլ սենց միտք էր գալիս, ես նես չի որ 19-ի ուխտին անտեղյակ էի, որտեղ իմ ընտանիքս այդ ուխտի մեջ էր միշտ եղել, ես ինչ հիշում էի ինձ, բայց այդպիսի միտք էր գալի, որ քանի որ դու վարկ ես վերցրել այդքան ուսման համար, դու սկզբում ոնց որ քո վարկերը կփակես, հետո կսկսես 18-ը տալ։ Դե ոնց է լոգիկայով նորմալ է, դե ոնց որ ես մինուսային վիճակում եմ սենց ասած, չէ, այդ գործի համար փող եմ վերցրել, բայց փողը փակեմ, նոր կսկսեմ 18-ը տալ։ Այս միտք էր գալիս։ Ինչն էս հաճելի միտք էր անկեղծ ասած։ Հա, շատ օգտակար, շատ նես խելացի միտք էր թվում ինձ այդ պահին։ Ու ես աղոթում եմ, խնդրում եմ Աստծո երեսը, որ հասկանամ ինչ կարելի անել ու նոր վերցել եմ Աստվածաշունչը, կարդում եմ ու Աստծոց խոսք եմ փնտրում։ Ու կարդալով հասա այդ տեղին, որ մենք իրար հետ կարդացինք Հակոբի կյանքից, որ ասում է, եթե դու իմ հետ ես այս ճանապարհի մեջ, ինձ ապահովության տանես, ինձ շոտ տաս լակնելու, ջուր տաս խմելու, ինձ հետո հետ դարձնես իմ հորս տունը, դու իմ Աստվածը լինես, ինձ ինչ որ տաս, քեզ 10 անոր տամ։ Ոստեղ որ կարդացի, ինքը ուղղակի տեղ չէր, ես նշի որ չգիտեի այս տեղին ասեմ։ Սենց որ տեղը կենթանացավ, դարձավ ռեմախոսի մոտ դուրս թռավ մեջից, որ Աստված ինձ ռեալ ասեց, եթե դու ես ուխտի հետ անես, ես քո հետ կլինեմ։ Ես այդ օրը դրա համար վրա աղոթք արեցի, դիտեր Հիսուս, դու իմ հետ կլինես այս ընթացքի մեջ։ Եթե դու իմ համար դուր կբացես, որտեղ մի խնդիր կար, թռիչքներ չկար ընդհանրապես։ Եթե դու իմ համար թռիչք կբացես, որ ես հասնեմ Ամերիկա, այդ ժամանակ չէր աշխատում Social Security Office-ն։ Եթե Social Security Office-ը կբացես իմ համար, ես կստանամ այդ Social Security քարտը, ես քեզ իմ ամեն բանից ցանցով 10-ով կտամ, այլ մենք մի կողմ այդ վարկս փակեմը, եւ նաեւ մի բան էլ ներսումս տենց բաներ գալիս, որ $1000 կզոհաբերեմ։ Ինչի 1000-ը չեմ ասած ինչ է որոշ 1000, բայց կոնկրետ իմ ներսում այդ դեր գալի 1000, ես միջին այդ իմ կյանքում $1000 չէ մեկ ամսում նույնիսկ աշխատել եմ արտել զոհաբերել, դա Հայաստանում էին ինչև էդի աշխատել, Հայաստանում տենց թվեր չէր 2019 թվականին էլի։ Ուրեմն դրանից ընդամենը մի բան էր տեղի ունեցել միջև այդ պահը, Տրամպը հայտարարել, որ ով որ Ամերիկայում է ուսանողներ, նույնիսկ եթե Ամերիկայում են, ժամանակ ընթացի պետք է լքեք Ամերիկան։ Ուրեմն այդ ուխտ անում եմ Աստծո հետ, այդպես աղոթում եմ, դրանից 2 օր հետո դատ են նշանակում Տրամպի օրենքի հետ կապված, դատի են տալիս Google-ը, Facebook-ը, MIT-ն ու Harvard-ը միացան այդ դատին, ուրեմն դատը տևել է մոտավորապես 2 րոպե, հեռախոսով ա եղել, որտեղ դատարանները փակ էին քորտերը, դատարանը որոշեց, որ չեղել են համարում այդ օրենքը, ուսանողները կարան մնան։ Այդ է առաջին հաղթանակն է, որտեղ չեմ եկել էլ հետ հասնեմ, եղածներն են հանում երեքից։ Մյուսը այն է, որ ընդամենը մի քանի օր հետո հիշում եք, որ բացվեց LAX to Երևան թռիչքներ։ Չարտերային թռիչքներ էին, որոնք մինչև էդի գոյություն չունեին, բայց քանի որ թռիչք չկար, հայերն էլ գնացել մնացել էին այնտեղ։ Քաղաքացի գրին քարտ ունեցողը, չէին կարող մարդիկ հետ գային, չարտերային թռիչք բացվեց։ Մի քանի օր ապրեք։ Ուրեմն ես ասացի, «Էտա, գնանք այդ տոմսը առնենք, գնացինք պապա հետ, ասենք, ես չեմ կարող այդ տոմսը ծախենք»։
Ասում եմ ինչի, ասում եմ դու F1 վիզա ես ուսանողական, մենք միայն կարող ենք տանել քաղաքացիներին, green card ունեցողներին, մեկ էլ ինչն է զանգում, տուրիստական վիզայով ունեցողներին։ Ոնց որ ասում եմ, տուրիստականն է ավելի կարևոր, թե ուսանողական, ասում եմ մենք թույլտվություն չունենք DHS-ի, ոնց որ Homeland Security-ն է, չենք կարող քեզ տանենք։ Եթե մենք քեզ տանենք, սենց է, եթե մենք հասանք այնտեղ քեզ չթողեցին մտնես, քանի որ սա չարտերային թռիչք կա, մեզ $10,000 տուգանք է հասնում, քեզ էլ մեր հաշիվ պետք է հետ տանենք Հայաստան։ Մենք քեզ ինչ անենք այնտեղ։ Ասենք լավ, ով է կազմակերպիչը, ասեցին։ Պապայի հետ ասին գնանք հանդիպենք այս կազմակերպիչների հետ, գնացինք, հանդիպեցինք, պապան ասում է դուք չգիտեք ինքը ով է։ Ինքը մեր Հայաստանի պարծանքն է, առաջին հայն ավոր ստացել է այդ դեկանի կողմից scholarship, բան մի խոսքով սենց պապան շատ ուժեղ ներկայացրեց MIT-ին ինչու։ Աստղ շնորհ գտնատվեց այս մարդկանց աչքին։ Աստին լավ, որ տենց մարդ է, որ այդքան ներկայացնում են, սենց կանենք, նամակ կուղարկենք Homeland Security-ին, անվանական, որ այսինչ մարդը գալու է այսինչ օրը։ Եթե իրանք ասեն թողա, մենք թողենք ինքը մտնի երկիր, մենք իրեն կտանենք։ Ասենք, բա որ տոմսերը ծախվի, վարկյանական է ծախվում, այդքան մարդ կա Հայաստանում մնացած։ Ասին այդ մի տոմսը մենք խոստանում ենք մինչև վերջին օրը կպահենք։ Ասենք լավ։ Հիմա մենք աղոթում ենք, գիտենք, նամակ ուղարկելն օրը մոտիկանում է թռիչքին։ Չամադան է կապված, դրած է փունը, բայց տոմսը չկա։ Աղոթում ենք, որ ինչ պետք է լինի, ես աղոթում եմ, տղեջ են, ուխտը արել եմ, հիմա ո՞նց արնեմ այս հարցը։ Նախավերջին օրը թռիչքի զանգեցին, ասին Homeland Security-ն ասել է թողա։ Կթողենք, որ մտնի։ Ուրեմն Արմեն տոմսը եկա ու ինչ է ստացվել, որ ես հասնում եմ օգոստոսի 1-ին Լոս Անջելես, Հարութին գալիս է դիմավորում է, տանում է իրանց տուն, օգոստոսի 3-ի համար տոմս եմ վերցրել, որ պետք է գնամ Բոստոն, որտեղ նախ տունս օգոստոսի 11-ին վերջանում է լիզը, ու տուն չունեմ մնալու ընդհանրապես, բայց այդ վեշերը պետք է հանեմ այդտեղից, տուն խի չունեմ, որտեղ հանրակացարանները սահմանափակել են, ինչքան մարդ կարա մնա համասանի, տեղ չեն տալիս ինձ, Ռումեյցել ու մեծ մնում եմ, գնացել է Պերու, ինքը մնացել է Պերու եմ չի կարող հետ գա, բայց ինքը ուղտ չունի աստծո որ կարող է։ Ես տարբերությունն է դա, ուրեմն այս տոմը վեշն էլ արտեղ, ին վեշն էլ արտեղ։ Ու դենց վեշերը մեջը զամոկը փակել ենք, ես գնացել եմ Հայաստան ինքը Պերու, մնացել ենք այդքան ամիս է տունը դենց մնացել է, պետք է հելն ենք այդտեղից, բայց տեղը չունեմ որ գնամ։ Ուրեմն դե Լոս Անջելեսը որ ինչ է չարտերային թռիչքով նայում են գրած ուսանողական վիզան, դեռ բաներս էլի ցույց տալիս այդ I-20 բանը, նայում են ասենք ես Բոստոն իջնեմ, իջել եմ Լոս Անջելես, ասում են ինչ գործ ունես այստեղ, ասում եմ դուք չգիտեք էլի հնարավոր չի գնալ Բոստոն Հայաստանից, ես չերեզով եմ գնում էլի ճիշտ ասած, ասի լավ, որովհետեւ ես LAX-ում տես բան չեք ասում, իշխես LAX ոչ չկա, մենակ մենք ենք այդ պասպորտ կոնտրոլը անցնում, այդքան հայով ենք էլի Մի խոսքը շատ է տակիսն, որ հիշում եմ, ոնց որ շատ հավես է ժամանակներով հիշում եմ, մի խոսքով իջա Բոստոն, հիմա գնացել եմ, ասում եմ, բայց տան հարցը ոնց պետք է, ես տուն չունեմ նայում։ Մի հատ մարդ կար որ ընդհանրապես, այդտեղ ուրեմն հայեր կային, որ ճանաչում էինք, մեր Լեյլային Կևինն էին մեր մայրը ճանաչումը, իրանց ոնց որ Քրիսմասի միջև եղել է իրանց տանը, ասում մի հատ մարդիկ որ գիտեմ Բոստոնում, իրանք են զանգեմ, գոնե գնամ իրանց տունը, մնում եմ լուսը։ Զանգեցի ասեցին վախում ենք։ Դե COVID-ը դու էլ այսքան թռիչքով Հայաստանից եկել ես Օրցանք ես։ Հա, եթե մի հոգի կա մեջի շփվել դու ես, այս ամբողջ աշխարհը, սա կարանտինի տակ են, դու աշխարհը ֆռնում ես այս երկոլը, չկաս կներես այդ վարճան, այդ մարդկանց էլ դա ինչ ջուր ահավոր մոտիկ ենք, որ ասեն կնեղանամ, սենց չի, ասի ինչ ան։ Ասի լավ։ Ուրեմն մի հոգել էի ճանաչում, բայց Բոստոնում չէր ապրում։ Թալին անունը, Թալինը ապրում է, ուրեմն Չիկագոյում։ Ես էլ տոմսերը նայում եմ այդ ժամանակ, դե որ մարդ չի թռնում, ուրեմն Բոստոն, Չիկագո, տուդա обратно որ գնաց կա, round trip-ը $70 է նայում։ Ասում եմ լավ ինչ անեմ, գնամ Չիկագո, զանգեմ ես Թալինին, այնտեղ կմնա $70 եկա։ Հենց իմանամ որ appointment են ինձ տալիս, հետ գամ Բոստոն։ Զանգեցի Թալինին։ Զանգեցի Թալինին, ասեց «Էդո ջան, մեծ սիրով ես կընդունում էինք, բայց մամաս 90 տարեկան է, ու չի ուզում դու որ հա չի ուզում մաման։ Եթե դու գաս նա փրշտասել մամայի կողքը, վախից կնայես։ Ասի լավ Թալին ջան, ասի բայց նայ ասի մնում եմ դուսը։ Այս Թալինը մի քիչ ավելի մոտիկ էի, կարա ասել մնում եմ դուսը։ Ասեց մի հատ աղջիկ եմ ճանաչում, Ռոդ Այլենդում ապրում, Ռոդ Այլենդը կողքի նահանգն է դա Պրովիդենս նահանգի, Ռոդ Այլենդ քաղաքն է։ Ասեց սպասում եմ զանգեմ իրան։ Ասի զանգ, ինքը մամա չունի, ասած մենակ ապրում, հա, ասած ջայլ աղջիկա ռեզիդենսիանում, բժշկական է շորը ռեզիդենսիանում,
ոնց որ Թամար էր անունը ճիշտ նշում։ Զանգեմ Թամարին, դրան Թամարն ինչ ասում։ Ինքը զանգում է Թամարին, բայց ես մտքումս մտածում եմ Ռոդայլին ոնց եմ հասնել։ Այդ վեշերով բանով է, ոնց որ չեմ պատկերացնում ինչ պետք է արվի։ Ու ինչն է բանն էլ միջև էդի, որ social security-ին բացել է appointment-ով արդեն հնարավորություն միջև ես Ամերիկա կհասնեի, բայց սենց է, որ դու պետք է քո թղթերը ուղարկես նախապես, մինիմում 2 շաբաթ սպասում ես, քեզ զանգում են, ինչ որ օր են տրամադրում ու գնում ես։ Այսինքն ես գոնե 3 շաբաթ պետք է բոլորը տարածում կարողանամ, այո, այնտեղ պետք է մնամ։ Իմ հետ սովորողներին էլ ում հարցում եմ, որ վիճակում են, ասում են, հա, մենք մինիմում 2 շաբաթ սպասել ենք, դու հնարավորություն չունես, ասենք 2 օրվա մեջ սենց հարցում ես, էլի։ Ասում եմ, լավ։ Թալինը ինձ հետ է զանգում, ասում է, հետո ես 2 շաբաթ պետք է հանձնեմ այդ տուն, օգոստոսի 15-ին պետք է հանձնեմ։ Ասում է, պարզվում է այս Թամարը Բոստոնում գործում է Կիրակի։ Ավտոյով գալիս է Բոստոն։ Կարա քեզ վերցնի հետը տանի։ Ոչ չի կարող։ Ասում եմ, ոչ չի կարող։ Ասում եմ, թե արա այն պարտավոր է։ Ես ոչ տարբերակ չունեմ Ռոդայլին գնալու։ Էլի Աստծո միտումն եմ ասում։ Ես աղջիկ եկամ ինձ ավտո վերցես տարավ Ռոդայլանդ։ Հիմա գնացել ենք, ես ոնց որ 8 օրը Բոստոնի FedEx-ից ուղարկել եմ էդի իրանց բան Social Security Office, եկել եմ Ռոդայլանդ։ Հիմա դա արդեն 4 շաբթին է հասել։ Այս աղջիկն էլ ապրում էր բանում, one bedroom apartment-ի մեջ էր ապրում, ինքը դե ոնց որ իր ասենյակում քնում է, ես էլ քնում եմ զալում։ Բայց այս աղջիկը ռեզիդենսի էր անում, բայց առավոտ 5-ին արթնանալ, որ գնար հիվանդանոց։ Դե պարկասեք, ինքը աղջիկ է ջահել, տես մի 30 տարեկան, ես էլ տղա եմ։ Դե պարկած եմ զալում, այս աղջիկը հելնում, դե breakfast անում, այս դե քնած եմ, ասենք շատ տհաճ տեսարաններ էլի անկես ասած, ոնց որ քաշվում էի։ Ուրեմն 4 շաբթի օրը ծնկի եմ իջնում, իսկ 3-րդ օրն է դեռևս գնում, բայց 2 շաբաթ պետք է մինիմում սպասեմ։ Աղոթք եմ անում, ես ասում եմ, չէ՞ որ ես ուխտի մեջ եմ։ Դու ինձ այսքան բերե հասցրել ես, ուրիշները 2 շաբաթ են սպասում, խնդրում եմ։ Շուտ արա այս իմ համար։ Աղոթքից բարձրանում եմ, մի ժամ հետո զանգ եմ ստանում Social Security Office-ից։ Ասում են կարաս վաղը դաս։ Ասում ոչ չեմ կարող, վաղը գամ։ Իմ հավատը չի գալի, որ այդքան արագ տերը պատասխանած իմ աղոթքին։ Զանգում եմ այդ Թամարին, ասում Թամար ջան, ես գնում եմ։ Եղել է իմ բանը, կանչում եմ։ Հիմա մտածել եմ, բա ինչ անեմ, որ տեղ չունեմ մնալու։ Լոս Անջելեսում մարդ կար, որ ասեց թող գամ 2 շաբաթ վերտանամ մնամ, մինչև տեղ կգտնի։ Մինչև Մարինենց տուն գնալը ես մնացի իրանց տանը։ Ուրեմն հետո արդեն Մարինեի հետ ենք խոսել, թե Մարինը չեմ հիշում, ջամ թե Հայաստանում էր Մարինը, հետաքրքիր է որ Մարինը ստեղը։ Մարինը Հայաստանում էր, ասել էր թող ինքը գա, մենք 3-րդ սենյակ ունենք իր զուգարան Բալնիկով, մեր հետ կարան մնալ այդ տանը։ Ոնց որ արդեն sense արած այդ ամեն ինչը, պրոստը պետք է գամ բան։ Լոս, եկա ուրեմն հենց այդ նույն օրը Տոմս եմ առնում appointment-ից հետո օրվա համար, գնում եմ appointment-ի, խոսում եմ, ասում եմ, ես այն թղթաբանություն ինտերվյու անում, ասում են շատ լավ։ Ու մի անգամ թռնում եմ Բոստոնից գալիս եմ Լոս Անջելես, ինձ դիմավորում են տանում են Վալենսիա քաղաք։ Հիմա ուրեմն սպասում եմ social-ը գալիս է, ուղարկում եմ MIT։ Ուղարկում ասում եմ, ես social-ը ժողովրդան փողերս փոխանցեք։ Մի օրից email են անում, ասում են ինչ որ սխալմունք է տեղի ունեցել քեզ գրանցելուց, պիտի մի քիչ սպասես կապտենանք ինչ ենք անում այս հարցը։ Ասում ես ինչ է։ Անցավ մի շաբաթ նորից կապնեցին, բա մի խոսքով նորից գրանցել ենք ինչ որ ես ինչ ենք արել, մենք այդ փողը քեզ կարող ենք փոխանցենք, նայեք ինչ են ասում։ Ասում են քանի որ մի շաբաթ քեզ սպասացրել ենք, մենք քեզ $1000 ավել ենք փոխանցում։ Այդ $1000 կներեք $1500 ավել ենք փոխանցում։ Ու ես այդի որ լսում եմ, ասեն շոկի մեջ եմ, ես հասկանում եմ ինչա տեղ ունեմ։ Աստղությունից մասի դու մտածում ես, դու կարաս ինձ 10 հոգու մոտ պակասի, դու ինձ 1000 էիր ասել կտամ։ Ես քեզ 1500 հետ եմ ուղարկում ավել։ Այսինքն ես 500 ավել եղավ։ Ինչ եղավ, դերը պատասխանեց այդ ուխտի որոշմանը, որ ես իրեն ունեի, շատ գերբնական էր, այն ինչ որ կատարվում էր, ես տենց որտեղս ամպոտել էին արդեն, տենց մինչև էդի այդքան արագությամբ տենց բաներ հետս չէր եղել, որ տենց ոնց որ ծնկի ես աղոթես հելնես ոտի հրաշքին, այդ մակրատակի մեջ չէր եղել։ Հիմա եկել եմ, արդեն Մարինենց տանն եմ, դիմում եմ աշխատանքի։ Որ դիմում եմ, Մարինը ուրիշ է, սենյակից չէի դուրս գալիս։ Ասում եմ, տղա ջան, մի հատ հելի գոնե ոտ շնչի հացկել, բայց համ դասերի մեջ եմ, համ էլ դիմումներ եմ ուղարկում աշխատանքի առումով։ Ու ուղարկում եմ կամ պատասխան չկա, կամ մերժում է գալի, ասենց անհասկանալի վիճակ կա։ Հիմա դասում ցած դամաս կա, ունի MIT ուսանող եմ, ուղարկում եմ մարդիկ ինձ չեն կանչում դեպի։ Ու այդ ժամանակ էլ ասում խոսք եմ փնտրում, հիմա էլ կարդում են Աբրամի հատվածը, որ Աբրամը ասես բայսի չիմանամ։
որ այս տեղերին րոպե ժառանգություն պետք է տաս։ Մենք Աստված է բերել հաստրի Ամերիկա, ու այս տեղը որ կարդում շատ նման է, ոնց որ աստոնասը մեմա սենց ոնց կլինի, բայց դու ինձ դերել ես հաստրել ես բերել, ոնց իմանամ որ այս գործերն է սենց ասած։ Ու այդ տեղն եմ կարդում, որ ասում եմ եթե ուզում ես իմանաս, գնա այս ինչ բաները բեր։ Ու դի որ կարդում նորից ներսի տեղը դες խոսում է, որ ուզում ես իմանաս այդ հարցը ոնց է ապրելու, հազարդուրան հենց հիմա պետք է զոհաբերես։ Նայեք, տարբերությունը ո՞րն էր Հակոբի ուխտի ու Աբրահամի։ Հակոբի ուխտը սենց էր. եթե դու այդ ամեն ինչը անես, ես քեզ 10 նորդ կտամ։ Այսինքն առաջինը Աստված անում, հետո Հակոբը։ Աբրահամի դեպքում Աստված ասում է ուզում ես, հələ բերեք զոհը։ Հակառակն էր տեղերով։ Այսինքն քիչ վախացրեց ինձ անկեղծ ասած, որ սկզբում ես պետք է ոնց որ քայլ անեմ, որովհետև պատկերացրեք 0 եկամուտային, որ ես չեմ աշխատում ուսանողական, ունեմ այդ վարկը, այսինքն ես վարկից եմ իմ գումարը ծախսում ընդհանրապես դիմանել անում։ Ոնց որ ես ոչ թե մի քիչ փող ունեմ, մտածում եմ ափսոս այս $1000, ես չունեմ, ես վարկիցս պետք է վերցնեմ, այդ $1000 զոհաբերեմ։ Ու չգիտեմ ինչ է $1000 անկեղծ ասած, բայց ներսումս ես լսում եմ որ $1000։ Զանգեցի պապային։ Զանգեցի ասի sense բան տեղի ունեցել հետս, չգիտեմ ես ոնց որ նոանեն, ոնց որ կասկածանք եմ ես գալի աստուց չի, պապանց հետ դրա ջանցի աստուց է, էլի մի բան արա, մի կասկածի։ Ուրեմն ես մտել եմ բաներով նայել եմ, որտեղ ԵԱՎ-ը դի Հայաստան ուղարկել, այնտեղ ֆիքսած է, էլի transaction-ներս։ Ժամը 2-ին այդ օրը ուղարկում եմ $1000 Հայաստան, երեկոյան տենց 5-ից քանիս գալիս է մեյլը EY-ից, որտեղ ես այսօր աշխատում եմ։ Գալիս է մեյլը, որ դուք անցնում եք հաջորդ։ Ու ինչն է հետաքրքիր, որ ես էլ մինչև էդի նոր աղոթի մեջ էի դեռևս օգոստոսի իմ ներսում սենց վկայություն ա գալի, որ հոկտեմբերի մինչև կեսերը իմ գործը պետք է լինի։ Հիմա եկել է հոկտեմբերի կեսերը անցել է, այս փուլերով գնացել են, պատասխան չկա այս մարդկանցից։ Հիմա ասում ես, ես ու կորա։ Աղոթների մեջ եմ, ու ներսումս բան ա գալիս։ Աստուց, որ կգնաս downtown, այդ շենքի դիմացը աղոթ կանես։ Զանգում եմ Հարութին, ասել Հարութից էլ ենք ավտո չունեմ, ինչ ուներ զանգում եմ Հարութին։ Զանգում եմ Հարութին, ասում հաճա մտկաց գնանք downtown, իրիկունը 6-ն է արդեն։ Ասում եմ ջան, իրիկունը տեղ չեն գնում էլի downtown։ Ինչ ես ուզում արես downtown-ում։ Ասի արի կպատմեմ, ասում ինչ եկա պատմությունա։ Հարութը եկա, տեսնում, ասում եմ հեռախոսով ասում գնում ենք downtown շենքի դեմը աղոթ կանենք, ապա չգես մարդը։ Հարութները ժամանակ են խորը հոգևոր ժամանակները չի Հարութի, հաստատ չի։ Եկավ ասես բա ինչ ենք անում, ասում եթե աղոթ կանենք ոչինչ մարջին, ասում գնանք, ասում դու պետք չի տեղ մենք աղոթ կանենք։ Դու շենքի, ասում դու շենքի մոտ պրոստում ջերկում կանում ես աղոթ կանենք։ Գնացինք աշկստեմն է հետո, արդեն դեռ մուտենք դելա ժամի 7-ը, ճարպես։ Գնացինք Հակնեսի դախտեր, զուտե կայնի, շենքի դեմը կայդել եմ, ձայնով բարձրացրել եմ, աղոթում, ասում տե ջան, ես իմ ուխտի մասը արել եմ, ես այդ $1000 զոհաբերել եմ։ Մնում է դու քո մասը անես, այս դռները բացի իմ համար, դա ֆրատել եմ հարուցս մեջքանց կայնացա, որ չմտածել իրան Ասում հաջա, նորմալ ասում, ոչինչ, մի անհանգստացա, վերջացնում եմ դեստեղ։ Ոչ, այդ աղոթքը ծծա։ Ամեն քորը բոմժերը գալի անցնում, կայանում ասում եմ այդոն չի տևում, էլի ջոգը մեսի չեն ուզում արածը։ Հա, դա ես եմ, հարուտ այդ բոմժերը։ Դե COVID-ի շրջանն է, downtown-ով պետք է լինի, ասենք lockdown-ներ, բաներ, ես եմ հարուտի մի քանակ բոմժը կա։ Այդ շենքուսկի մարդիկ գործեր չեն այդում այդ ժամանակ, էլի։ Այդտեղ ինչ-որ security կա ներսը, որ բոմժը չմտնեն, ներսը նայում են, այն ջոգեն էս ինչ է էլի կատարվում։ Այս գիժով է, մի բան արի եկել է։ Ուրեմն էդի 5 շաբթի օր է ժողովուրդ։ Հաջորդ օրը առավոտ 8-ին զանգից արտանում եմ։ Ինչ են դառնում 8-ին զանգում, որտեղ զանգողը Նյու Յորքում էր, HR-ն էր։ Վերցնում եմ, չգիտեմ, ով է, անձամբ Թոմանը։ Բայց այդ վարդը դեմ խոսում ասեմ, հա։ Բայց շնորհավորում ենք ձեզ, մենք ձեզ օֆեր ենք անում աշխատանքի, ինձ մի խոսքը ինչ-որ ասում է, գինը, ինչ-որ բոնուսներ բաներ, բայց հուսով են կընդունել ես ամոչով։ Ասում եմ, հուսում եք որն է, մտքում ես ասում եմ, հա, ասում եմ, հա, մի խոսքով համարեք ընդունած այդ ամեն ինչը, զանգում եմ Հարութին, ասում եմ, Հարութ, չիմացա ինչ էր։ Ասում եմ, զանգեցին ախպեր, ասում եմ, երեկվեր աղոտներ որ գնացին ենք, զանգեցին։ Ու ինչ եղավ, ես մտա աշխատանքին։ Ինչ եմ ես ամեն ինչը պատմում։ Աստծո փառքին ունար։ Որտեղ այն ինչ որ Աստված անում էր գերբնական էր, գիտես, որտեղ Աստված ուներ ծրագիր։ Ինչ Աստված դաժան է միջև դե չէ թողել ես գործի անցնեմ, չէ, ուղղակի Աստված լավագույն ուներ իմ համար։
որտեղ ես բոլոր տեղերը որ դիմում էի Բոստոն, Շիկագո, մեկ էլ Նյու Յորք, ես չէի պատկերացնում որ կարելի է լոսում մնալ ապրել, այդ ժամանակ իմ տրամադրվածությունն ափի վրա էր, բայց Աստված գիտեր որ ես պետք է մերին այստեղ հանդիպեի դեռևս, եկեղեցի պետք է ստեղծվեր, մնացած իմ եղբայրներս պետք է հանդիպեի, ես ամեն ինչ այն ժամանակ չգիտեի, բայց Տերը գիտեր։ Ինչի՞ է ամեն ինչը եղավ, որովհետև Աստված հավատարիմ է։ Գիտես, ես ինձանից չնախագծեցի ուխտերը, հետաքրքիր է, Աստված խոսաց իմ հետ։ Բայց գիտեք հարցը որն էր, որ ես փնտրում էի Տիրոջ երեսը։ Ես աղոթների մեջ էի, ես Աստծո խոսքն էի շատ ուժեղ կարդում։ Ես չի ասում, ես գիտեք ինչքան զբաղված եմ։ Պատկերացեք, օրը գիշեր դասերի մեջ եմ, MIT-ում սովորելը դա սովորական համացանի սովորել չի, դուք գիշերը չես կարող քրինոսկոպի ասել։ Միևնույն ժամանակ անդադ application-ներ են ուղարկում, մարդկանց են գրում զանգում, խոսում են, որ կապեր գտնեն ինչ-որ կազմակերպություն։ Ես մի հատ օդ շնչելու ժամանակ չունեի։ Բայց դեք ինչ որոշում ունեի, անկախ ամեն ինչից, իմ աղոթքի կյանքը 30 րոպեին աղոթ հովրական պիտի լինի, ոչ պիտի Աստծո խոսքը կարդամ։ Դες այդ ամեն ինչը չանած գերբնականի մեջ ոնց եմ քայլելու։ Դες մի բան եմ հասկացել, իմ ուժով ու զորությունով չի լինի։ Գիտեք, երբ որ հոգևոր կյանքի մեջ էի, չնայած իմ ամբողջ այդ ծանրաբեռնվածությանը, Տերը լսեց։ Լավ հիշում եմ, ամեն այդ ժամը 10-ին դուրս է գալ, այդ Չեվիչեսյան հատվածը Կոզանյանը որ կա, տեղ էին մնում, այնպես մի քիչ լավ հատված է, բական տներ եմ, ոնց որ պտտվում է այդտեղ ու դուրս աղոթք է անում։ Աղոթքս մի Տեր ջան, ես ուխտի մեջ մաղթում եմ այդ, ես հարցը լուծի։ Ոչ չգիտեի ինչին են միասա սպասում չեն պատասխանում, ուզում են հասկանան Տրամպն ընտրվի նախագահ թե Բայդենը։ Իրանք ուզում են որ Բայդենը ընտրվի։ Հիմա չգիտեմ Բայդենի պատճառով դառավ նախագահ թե չէ, որտեղ Բայդենն է իրանց նախընտրություն, դեռ Տրամպը ուզում էր մարդկանց հանել էլի երկրից, դրա համար կամպանիաները կանգնացրել էին որոշում կայացնել։ Բայց մի խոսքով, որ հասկացան Բայդենն է ընտրվելու, մոռացել ասեցի դու վկայություն ունեի, որ հոկտեմբերի կեսերին կլինի, ես վկայություն, այո, այսի շատ է տակի բառը։ Ես վկայություն եմ, որ հոկտեմբերի կեսերին, օգոստոսին դեռևս վկայություն եմ, որ հոկտեմբերի կեսերին պետք է տեղի ունենա աշխատանքի սպահը, բայց ինձ զանգեցին նոյեմբերի կեսերին։ Ու ես այդ օրը որ ինձ զանգեցին, երեկո էր արդեն պարկել էի քննելու, ասես մտովի Աստծո հետ էի խոսում, ասեցի Տեր ջան, բայց ինչի միամիտ շարունակ ես գրեթե 100% վստահ եմ, որ դու էիր ինձ ասել հոկտեմբերի կեսին։ Ես վկայել եմ, որ վկայությունը Հա, որտես տնեցքն էլ ասել, ներսից վկայությունն է հոկտեմբերի կեսի պետք է։ Ինձ Տերը ինչ պատասխանեց, ես ապշած էի։ Ասացի հիշի դու այդ գումարը երբ ուղարկեցի։ Չէ, ես գումարը ուղարկել էի հոկտեմբերի կեսին։ Ինձ Տերը ինչ ասեց, երբ որ դու ուղարկեցի, դու այդ ժամանակ ունեիր այդ գործը։ Ոնց որ երբ որ Աբրահամը կա ուխտի մեջ Աստծո հետ ասած ինչ ասեց, քո սերունդին տվեցի։ Արդեն անցյալով խոսած անցյալ կատարով տվել եմ։ Ինչ ասես, որ ես տվել եի այդ աշխատանքի այդ ժամանակ։ Հոգևոր աշխարհում դու ունեիր այդ։ Կարող է ֆիզիկականում դեռ չէ կատարել, ուղղակի չպետք է սպասել, որ ֆիզիկականում, բայց հոգևոր աշխարհում դու ունեիր այդ աշխատանքը։ Դրանք մենք ասած կարող ֆիզիկականում չտեսնենք դեռևս այն ուխտերը, որ մենք աստվածում ենք, բայց հավատարիմ է մեր Աստված, որ միջև աշտանի են բարի գործ ու մենք հույսս անում։ Ամեն եկեք ոտի կանենք ովքեր Տիրոջ անունը խնդրեմ Տերին, որ մեզ օգնում են ուխտ պահող մարդիկ, ուխտի մարդիկ ունենք։ Այդ թրպատության նշանը ունենք մեր կյանքում։ Գիտես, ինձ ասես ինչ ուխտեր կարող եմ ես Տիրոջ հետ անել։ Երբ որ Մովսեսի հետ Աստված ուխտը արեց Իսրայելի ժողովրդի հետ, ուխտը որն էր, երբ որ տվեց օրենք։ Որն էր օրենքի նշանը, որտեղ ես ուզում ասացի, որ ուխտը միշտ նշան ունի։ Որն էր նշանը առաջին ուխտի, որ Իսրայելի ժողովուրդն էր։ Տերը ասեց սա է ձեզ համար հավիտենական ուխտի նշանը։ Շաբաթ օրը սփված պիտի լինի Աստծուն, որ պիտի առանձնացնեք Աստծուն տակ, ու եթե մեկը շաբաթ օրը աշխատի, պիտի մեռնի։ Որտեղ Աստված 6 օր աշխատեց, բայց 7-րդ օրը հանգստացավ։ Գիտես, կարաս ինձ հարցնես, ինչ ուխտ կարամ ունենամ ես Աստծու հետ։ Այս ուխտը օրինակ, ես 7-րդ օրը Տիրոջ հետ կտամ անկախ ամեն ինչից։ Ես չեմ ասի ես զբաղված եմ, չեմ ասի օգնած եմ, ես չեմ ասի այս ինչը, ինչ է։ Ես 7-րդ օրը կտամ Աստծուն։ Կարող եմ այդ 7-րդ օրը լինի, որ մարդը չկարողանա զգաս։ Հնարավոր է, ես չեմ ասում կրոնական ֆանատիկության մասին, բայց ունեցի այդ ուխտը Աստծո առաջին, որ իմ 7-րդ օրը ես ծրկում ու քեզ եմ նվիրում։ Դες ինչ կլինի Աստծո ներկայությունը կտեսնես քո կյանքում, որտեղ Աստված ուխտ պահող Աստված է։ Ոչ թե դե գնում ենք էլի եկեղեցի, նայ, կարաս ուղղակի որոշում ունես, ուղղակի գնում ենք եկեղեցի, բայց դեռ ուխտ չի։
ուխտի մի բան է, որ դու հավոտ ես անում, չէ՞, պես ես իմ կյանքում որոշում եմ ուխտ եմ անում, չէ՞, ես 7-րդ օրը քեզ կտամ։ Դու կտեսնես, որ Տերը ուրիշ դրագործում է կյանքում։ Մյուսը 10-րդի ուխտ է։ Տեր Հիսուսն ինչ որ ինձ կտաս, ես 10%-ը քեզ կտամ։ Դու կտեսնես, որ Տերը հավատարիմ է իր կողմից։ Մյուսը նոր ուխտի նշանավորներ սրտի թփատությունը։ Ունեցի այդ սրտի թփատությունը, ուխտ արածու է, որ ես կապրեմ հոգևոր կյանքը քո առաջ, ես քո առաջին կքայլեմ, քո հետ կվարվեմ, ես այդ աշխարհի հաճույքին ինձ չեմ տա։ Իրես ինչ կտեսնես, դրացած քո կյանքում ուրիշ դրագործում։ Արդեն մարդիկ ես ժամանակաժամակը մոտկանանք, ասում ես, Աստված քեզ ավելի շատ է սիրում, քան թե ինձ, չէ։ Ես ուղղակի մարդ եմ, ու Աստծո հետ ուխտի մեջ եմ։ Ես ուխտավորում եմ։